Monk 3 YouTube-յան ալիքը ներկայացնում է հայկական YouTube-յան ալիքների առաջին մրցանակաբաշխությունը, որը կկայանա դեկտեմբերի 2-ին Տաշիր Արենայում։ Հայտագրման համար այցելեք monk3.com, հաղթողները կընտրվեն հանրային քվեարկությամբ։ Մանրամասների եւ կանոնակարգի համար այցելեք մեր կայք կամ գրեք ձեր հարցերը մեր սոցիալական հարթակներում։ Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Յուքոմ ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Սիրու Ինչու մոտեցա Սիրասուն։ Hi Barbie. Hi Ken Լարվածությունը ամենաբարձր կետում։ Խփել եմ ավելի շատ ես, քան տղաներ։ Սիրասունի վերջին ժամադրություններ։ Դու եթե մի քիչ գժվես, կարող է շպրտես էսի վրես։ Ինչ ուրախ սեղան է։ Երկար ճանապարհը մոտենում է ավարտին։ Դու ես ինձ այրում քո գեղեցկությամբ Մասնակիցներն այլևս ընտրության հնարավորություն չունեն։ Իմ կարծիքով ինձ կոնկուրենտ չկա։ Քարտապանակում մեկ նիշ է մնացել։ Ես լիքը խաղեր եմ ստեղ տեսել։ Իսկ երկու աղջիկ մի տղայի հավանեն, Որ երկու մասնակիցը կհայտնվի եզրափակչում։ Քվեարկեք 1006 համարին։ Սա վերջին հնարավորությունն է։ Ես շոկի մեջ եմ։ Ոնց կարա կնոջը հաճելի լինի, որ իրան ասում են, աղջի լվեկած գնայս ինչ բան է արա։ նա տատիկիդ համարը կտաս։ Տատիկս ես տեսնելու է Դիտեք Սիրասունի 8-րդ էպիզոդը Սերը սիրելիներ չափազանցացրած հիմարությունա Monk 3 YouTube-յան ալիքով Սիրումա չի սիրում, սիրումա չի սիրում Լուս ինչ ես անում։ Սիրումա չի սիրում, մի խանգարի հաշվում եմ սիրումա թե չի սիրում Իսկ ավելի լավ չէ հենց իրանց հարցն է։ Ում հարցն եմ Արսեն, իմաստը կկորի, հեչ մի գրամ ռոմանտիկա չունես, որ այդքան հարցն է ես կանեի էլի ամեն ճիշտ փոխարեն։ Մի վարքյան մի խանգարի տեսնենք ինչա դուրս գալիս։ Ի տարբերություն այդ երիցուկների ես քո բմբուլները երեք քամուն չեմ տվել։ Իմ բմբուլները այդքան հեշտ չի քամուն տալ Արսեն ջան, դու Forbes-ում չկաս, եթե չեմ սխալվում։ Մի վարքյան շուտով կհայտնվենք, այդ չի հարցը 20 միլիոն, 20 միլիոն, 20 Ուզում եմ հասկանամ ինչ ես անում, ինչ 20 միլիոն։ 20 միլիոն, մեր Սիրասունի հաղթողին եմ ուզում գուշակեմ 20 միլիոն։ Հա, իսկ չես կարծում, որ գիտես ուրիշի գումարները հաշվել եմ, ցեք շատ ես ոնց որ արել։ Ուրիշի գումարները հաշվել այդքան էլ լավ բան չի, գիտես։ Ուրիշ չեն, այս ընթացքում ինձ թվում է իրանք արդեն իմ երեխեքն են։ Հա, հաշվում ես երեխեքի հարսանիքը ինչքան թանկով ես վարելու։ Ինձ թվում է ես մեր հաղթողի համար մի բան կարող եմ անել, այնինչ ես կարող եմ անել իմ կողմից, դա շատ թանկ գնով իրենց հարսանիքը վարելն է։ Իսկ ինչ ես ուզում դեյթի հրավիրես, արդեն ուշացնում ես։ Ախ, արի զույգերի անունները հնչեցնենք նոր։ Սիրելի հետևորդներ, քանի որ այսօր մեր մասնակիցների վերջին դեյթն է, մենք միանգամից կասենք, թե ով ում հետ է ժամադրության գնալու։ Իսկ մինչև նրանց անունները հնչեցնելը ես առաջարկում եմ, որպեսզի դուք կազմեք զույգի այն տարբերակը, որը կարծում եք կհայտնվի եզրափակիչում։ Հիշում եք 1006 կարճ համարը, որին պետք է ուղարկել SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի ձեր սիրելի զույգի անունները՝ մեկ աղջկանու եւ մեկ տղայի։ Համար 1. Ալեքսանդր։ Համար 2 Անահիտ Կոստանդյան։ Համար 3. Անահիտ Օթարյան։ Համար 4 Աննա։ Համար 5. Արման։ Համար 6 Գառնիկ։ Համար 7. Թամարա։ Համար 8 Իլոնա։ Համար 9. Հակոբ։ Համար 10 Սերգեյ։ Համար 11. Վարդան։ Համար 12 Վիկտորիա։ Անցնում ենք զույգերին, ովքեր են այսօր միմյանց հանդիպելու։ Այսօր միմյանց հանդիպելու են Վարդանը եւ Անահիտ Կոստանդյանը։ Այսօր նաև հանդիպելու է Ալեքսանդրը Վիկտորիային, Իլոնան Սերգեյի հետ, Գառնիկն ու Աննան, Արմանն ու Տամարան եւ իհարկե Հակոբը եւ Անահիտ Օթարյանը։ Իսկ ամենագեղեցկագույն հանդիպումը
այս պահին է տեղի ունենալու։ Ուտեմ քեզ, լսի, նույնիսկ չգիտեմ, օրինակ կրուասան ուտեմ թե քեզ։ Արի երկենք, Արի քեզ քսեմ կրուասանի վրա ուտեմ, ce soir։ Այդպիսի կոմբինացիա չեմ ունեցել, կարելի է փորձել։ Ես ինչ սիրուն ես պատրաստել ամ։ Օ, կարևոր։ Սիրասունի բոլոր մասնակիցներն ունեն գնահատման քարտեր 1-ից մինչև 6։ Յուրաքանչյուր դեյթի վերջում նրանք միմյանցից գաղտնի իրար միավոր են շնորհում, սակայն ընդամենը մեկը։ Երբ մասնակիցն օգտագործում է գնահատման մինիշը, դա այլևս օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Օրինակ, եթե առաջին դեյթին իր այդ օրվա զույգին գնահատել է 3, շոուի ընթացքում այլևս ոչ մի մասնակցի չի կարող գնահատել 3։ Oh, sunrise, promise you'll take your time as you kiss the sky with your golden light. I'm not ready to call it a night, so sunrise. Մեր վերջին հանդիպումը, դեյթը, ժամադրությունը։ Այս պրոյեկտի իմ ու քո ամենավերջի դեյթն է ու շատ հետաքրքիր է, որ հենց քո հետ ալինելու այդ վերջի դեյթը։ Չգիտեմ դու ինչքանով ես տեղյակ չես, բայց ես իմ բոլոր դեյթերին, բոլոր սիրասումներին, աղջիկներին միշտ անալիզ եմ արել ու իրանց մասին։ Օ, հետաքրքիր է։ Ու իրանց մասին միշտ պատմել եմ, թե դրականը, թե ինչ որ բացասականը։ Այսինքն տարբեր թեմաներից մենք զրուցել ենք էլի բոլորի հետ։ Միչելոց կներես, որ ընդհատում եմ, ինձ շատ հետաքրքիր կլինի նաև լսել հենց բացասականը, որովհետև հիմնականում ես լսում եմ միայն դրականը։ Գիտեմ։ Դու այսօր համ բացասականը կլսես, համ դրականը կլսես իմ կողմից։ Գիտես ոնց, նախ ասեմ քեզ խի որոշեցի, սկսեմ մտեից էլի Ալեքսի հետ դեյթը կազմակերպեմ։ Դե հա, ինձ հետաքրքիր է, ինչից ինչ որ ես ոչ մեկի ոչինչ չէի ասել ու կարծում եմ Ալեքսն էլ ոչ մեկի ոչինչ չէր ասել։ Չէ, դուք ոչ մեկին ոչ բան եք ասել, ոչ ինչ որ ոչ Ալեքսն է ինձ բան ասել, ոչ դու ես ինչ որ բան եկել ասել, ես ուղղակի եթե կհիշես այդ 3-4 օրը այդ մեր դեյթերից հետո երբ որ մենք եկաք, դուք ստեղ շատ սիրուն խնջույք էիք կազմակերպել Խարույգի մոտ։ Ու ես որ տեկա տեսա որ Ալեքսը նվագում է ու դու իր կողքին նստած ես ու այդ ինքը երգում է ու դու մենակ դու տենա իր այդ կրակի լույսի տակ ու քո աչքերը թե դու ոնց ես նայում այդ բանին ես հասկացա որ ճիշտ է իմ բախտը չբերեց այդտեղ զույգ գտնելու բայց ես ուզեցա նենց անեմ որ գոնե այս պրոյեկտում մեկը լինի ով կկազմի զույգ Ոյ, մարդանը շարունակում է, ճիշտ այն բախտը չբերեց, ստեղ զույգ գտնել։ Գիտես խի, բայց ինչքանով որ ես քեզ ճանաչել եմ այս պրոյեկտների շրջանակում, դու այն տեսակի մարդ ես, ով սիրում է մենակություն։ Դու սիրում ես մենակ լինել, դու սիրում ես քո բոլոր հարցերը մենակով լուծել, դու եթե նեղված ես լինում, չես սիրում, որ քեզ կողից ճնշում են, դու էլի քո մենակությանն ես ձգտում։ Կլասիկը ժանրը էլի սկսեց բնութագրել, գովաբանել, մեծարել դիմացի աղջկան։ Խի եմ ես մտածե դեյթ կազմակերպեմ քո ու Ալեքսի համար ու խի եմ ես ուզում որ հենց դուք լինեք զույգ գոնե այս սիրասուն նախագծում մի հատ զույգ ձևավորվի որովհետև նույն քո նուտրոյով Ալեքսն է ինքը երգեր է գրում ինքը ես տղայքին եմ անալիզանում սաղին ինքը երաժիշտ է երգեր է գրում ինքը մենակով է ստուդիայում երգեր գրում հասկանում ես ինքն էլ է սիրում այդ մենակությունը ոնց դու ես այդ մենակությունը սիրում նույն ձև ինքն է այդ մենակությունը սիրում ինձ թվում է Չէ, բայց ինքը ասում է, որ ինքը մենակություն չի սիրում, ինքը չի կարող մենակ։ Ինքը կարա քեզ տենց ասի, բայց ես տղաները իրար ավելի լավ են հասկանում, ինձ թվում ավելի լավ են զգում, բայց ըստ ինձ ինքը իր ներսում ինքն էլ է սիրում մենակ լինել, բայց գիտես թե հետաքրքիրը որն է, որ քո ու իրա կոնկրետ քո խնդիրը, որ դու էլ ես այդ մենակության սիրահարը ու ինքն էլ է այդ ունի այդ տեսակները, եթե դուք իրար հետ լինեք Դուք իրար հետ լինեք, դուք չեք զգա այդ մենակությունը, դուք ընդհանուր երկուսով կլինեք մի մարդ։ Կանան չհաղթեն այդ 20 միլիոնը, թող հաղթեն մարդ հետի, որ իրոք շատ պետք է, բայց պրոյեկտի միտքը հենց այնա, որ սիրասուն, որ գտնեն իրանց սերը,
Ես ուզում եմ, ինձ վստահ եմ, որ Ալեքսն ու Անահիտը հենց այն մարդիկ են, ով այս պրոյեկտում կդառնան զույգ, մենակ իրանք։ Դու շեշտը դնում ես մենակության վրա, այնքան շատ վատ ձևով ասես մենակությունը դա վատ բան է։ Չէ, ես չեմ ասում վատ բան է մենակությունը։ Չէ, շատ շեշտված է մենակությունը։ Դա իմ մենակությունը չի, դա իմ լիությունն է, երբ որ ես անգամ մենակության մեջ լիքն եմ, ինքս ինձ հերիք եմ։ Դա ինձ թվում է ամեն մարդ չի կարող այդ զգացողությունը զգալ, ես շատ շնորհակալ եմ, որ ես ունեմ այդ կարողությունը լինելով մենակ զգալ լիարժեք։ Ես вообще բացարձակապես չեմ ասում, որ մենակ լինելը դա վատ բան է կամ մենակությունը ձգտել սիրելը դա վատ բան է, բայց երբ որ դու կկարողանաս, երբ որ դու կարող ես մի հատ մեկին գտնես, ով քո հետ հավասար կսիրի ու դուք իրար հետ կստեղծեք, էլ չես զգադում, որ մենակով ես ուզում օրինակ գնաս, հաց ուտես, պարկես, քնես, ուզես որ մեկը լինի, որ այդ լրացնի այդ ամեն ինչը, հասկանում ես, ոնց որ ես այդ եմ տեսել։ Ես այս դեյթերից հետո գիրք եմ գրելու։ Ես գիտես քո մեջ մեկ է ինչ եմ նկատել, որ ինչքան դու սենց քո կազմվածքով փոքր նիհար սիրուն աղջիկ ես, բայց շնորհակալ եմ։ Բայց այդ drive կա մեջդ, որը որ կարա սենց տա հիմա ուզում դու ինձ թվում է դու եթե մի քիչ գժվես կարող է շպրտես էսի վրես օրինակի համար այդ էս բան եմ զգում էլի կամ ոսկի 10 գլխից չգիտեմ կարա լինի էլի կամ չափոլախես հենց գնաս կարող է հիմա ես մի հատ թարս բան ասեմ քեզ այդ դուր չգա ու դու հիմա ինձի խփես գնաս ես վստահ եմ օրինակ եմ վնասել չէ վնասի բայց օրինակ պատահաբար այսա կարաս նես պատահական թռնի դե լավ հուսով եմ նման բաներ տեղի չեն ունենա մեր դեպի ընթացքում ինձ թվում է դու դաժե սիրում ես բացի մենակ վայելելուց նաև ընկերների հետ է շփվել, բայց drive-ով շփվել էլի, այսինքն ինչ որ միտեղ գնանք դաժե խփոցի անեք երևի։ Ինձ սենց է թվում, չգիտեմ, քո մեջ տենում եմ։ Եթե կարիք լինի, ես բնականաբար իմ ցանկացած ընկերոջ համար անգամ կռիվ անելու կգնամ, բայց հա, ես իմ ընկերների հետ բնականաբար ընկերներ ես շատ չունեմ, անկեղծ ասած այս պայդրությամբ հաշված մարդիկ 1 կամ 2 այս պայծրությամբ։ Երբ որ հավաքվում եմ ընկերներիս հետ, գնում ենք ապարելու, ուրախանալու, տարբեր ինչ-որ, չգիտեմ, հովես տեղեր, բայց մենակ դա չի իմը, բնականաբար ես կարող եմ ընկերներիս հետ գնալ էլեկտրոնային երաժշտություն լսելու, բայց հաջորդ օրը մամայիս հետ գնալ օպերա, ինչ-որ ջութակահարի լսելու։ Դա դու նկատել ես իմ մեջ բաներ, բայց իրականում ես քեզ այսպես ասեմ, դրանք դու հատիկ նկատել ես։ Ես մի ամբողջություն եմ, որի մեջ կա լիքը բաներ, բնականաբար։ Ուղղակի ես ում հասկանում ինչ է շեշտը մենակության վրա դրել, ես չեմ նեղում մենակությունից։ Ես չեմ ասում, որ դու ես չեմ ուզում իմ մենակությունը չլինի, ես ուզում եմ լինի։ Ես քեզ չեմ էլ ասում, որ դու նեղվում ես քո մենակությունից, ես ասում եմ, որ կարա լինի նենց, որ 2 հոգի լինեք, ով իրար հետ մենակով վայելեք, բայց ես չեմ ասում, որ մենակ լինելը, ես ինքս լսի թակ եմ, այսինքն ես մի երեխա եմ, ու եթե դաժե ես կարող ախպեր կամ քույրն ես մի քիչ խանդեի էլի նավայ որ ես մենակի ես չեմ։ Դա չի բացառում, որտեղ մեկ դու էլ ես կներեք եւ ախպեր ջան։ Ինձ գիտես միշտ ինչն է, ինչ եմ նկատել, որ կոնկրետ դու որ օրինակ շոուեր ես փոխվում կամ ինչ որ մազերդ ես դասավորում բան, եթե բոլորն էլ քեզ ասեն դա սիրուն է, բայց դու չհավանես, քո համար ոչ մեկի կարծիքը, բացի քո կարծիքից, էական չի։ Այսինքն թե քեզ դուր չի գալի, ախպեր, ասում ենք սիրուն է, ինձ մի ասեք սիրուն է, ինձ դուր չի գալի։ Ես ուզում եմ հասկանամ, ճիշտ է, ես հիմա մենք այդ տեսել ենք մենակ շոուերի հետ կապված ու քո արտաքինի հետ կապված, բայց ես ուզում եմ հասկանամ դու բոլոր հարցերում ես, տենց թե մենակ այսինքն որ ուրիշների կարծիքը ինձ չէ միանշանակ։ Հա, առասարակ դու ուրիշների կարծիքը, որտեղ մարդիկ կան, որ ոչ միայն կարծիքը, ես միջանձնային հարաբերություններում շատ բան եմ հաշվի առնում, ոչ միայն դիմացինիս կարծիքը, այլ նաև դիմացինիս զգացմունքները, դիմացինիս արժեքները, դիմացինիս մտածելակերպը, իր համար կարևոր անկարևոր բաները, օրինակ հնարավոր է ես ինչ-որ բան չեմ սիրում, բայց դա նորմալ չի, այսինքն ես չեմ սիրում, որ, չգիտեմ, ակնոցը էսպես է դրված, բայց դա նորմալ է, որ ակնոցը էսպես է դրված, բայց ես հաշվի կառնեմ քո հետ շփվելուց, որ դու սա չես սիրում։ Այսինքն ոչ միայն
կարծիք ալնեվ շատ ավելի շատ բան։ Ուղղակի ինչը ինձ կոնկրետ ինձ է վերաբերում, կարող եմ լինել շատ հասուն։ Ես կարող եմ խոսել շատ լուրջ թեմաների մասին, բայց ես անգամ այդ դեպքում էլի այդ մի հատ տեսակը չեմ։ Այսինքն ես կարող եմ լինել հասուն աղջիկ, մեծ, բայց ես կարող եմ լինել Պստիկ փոջոց կապրիզի, հա, ինձ դուր չի գալիս իմ մազերը, վերջից տխուր եմ։ Այդ իրականում ասեմ քեզ, այդ ուժեղ մարդիկ են կարող տենց անեն։ Այդ ինեն չի տենց, դաժե ես մեկ չեմ կարա, օրինակ ես տղամարդ եմ, բայց ես չեմ կարա, օրինակ, թե ուրիշ մարդը ինձ ասում է, ես դաժե ինքս իմ մեջ մի քիչ վերլուծություններ եմ անում, էլի, այսինքն թե ինձ օրինակ գիտեմ, որ դուր է գալի, բայց ինձ ասում են լավ չի, ես մեկը անելու եմ իմ ուզածով, բայց իմ մեջ մի քիչ տենց, հա, մտածելու եմ, ասում կարող է իրոք լավ չէր, էլի, հա, այդ բա դաժե Ես եմ կարող եմ մտածել, ես հանգիստ կարող են ինձ գալ ասել սիրուն չի կամ սիրուն է ինչ-որ բան, ես հաշվի կառնեմ կարծիքը մարդկանց։ Ես ուղղակի շատ էմոցիոնալ մարդ եմ։ Հա, ես ուզում եի ասել։ Դու հիմա ինչ էլ ասես Վարդան ասլո, ես էդ էի ուզում ասել։ Ռանիմա նատուրա ты։ Հայերեն ոնց կալինի, բայց ռանիմա եմ նկատել ես։ Нет։ Ну, мы схолом նկատել։ Բա ինչ է, դու ասա։ Չէ, ես կարծում եմ ես հաստատ հեշտ կոտրվող, հեշտ վնասվող բնույթ չունեմ, որովհետև եթե այդպես լիներ, հիմա հաստատ շատ հարցերում կոտրված կլինեի։ Ինձ թվում է դու ձևականը չես, Ընդհանրապես ձևական չէ։ Որովհետև եթե օրինակ այն մարդկանցից ես, որ ով եթե քո հետ լավ շփվեցին, լավ վերաբերմունք ցույց տվեցին, դու 5 անգամ ավել կրկնակին ցույց կտաս։ Բայց եթե մի հատ, մի բան քո սրտով չեղավ, Գիտես, տուրը փախի ինձ թվում է, այտենց կտաս շփվում ենք, ասեմ։ Ընկերական շփվում ենք, ասում։ Իրականում ես ունեմ մի մեթոդ, որը ինձ օգնում է, երբ որ ես շատ եմ նեղանում ինչ-որ մարդուց։ Եթե իմ շատ հարազատ մարդը ինձ նեղացնում է ու ես ուզում եմ ի պատասխան իրեն ինչ-որ բան անել, դա երբեք չի լինի ի պատասխան, որ ես նեղացնեմ կամ վատություն։ Ես չեմ կարողանում այդպես անել, երբեք չեմ ի պատասխան ոչ մեկի վատություն չեմ արել, ոչ միայն իմ հարազատներին, այլև ուրիշ մարդկանց։ Բայց ես շատ հեշտ կարողանում եմ այնպես անել, որ մարդը ինքը ված կա իրեն իր արած քայլի համար։ Այսինքն ես կարող չասեմ ինչի տես բան արեցիր, այլ ասեմ երբ որ դու էսպես արեցիր, իմ հետ եղավ էս ու ես գացի էս ու այդ ամեն ինչը ազդեց այս ամեն ինչի վրա ու մենք ունեցանք էս ու այդ մարդը գնա նստի տանը մտածի ես էս ինչ արեցի ու սկսի իրան չներել դրա համար ու հետո գա ինձ ասի կներես ես ասում ես արդեն մոռացել էի ես այդ պրոստը դու ինձ նեղացրեցիր ես քեզ ասեցի դե գնաս տունը կնստես կմտածես քո համար Կատելի է ես դրա համար եմ ասում դե հա Մագուս եղբարված и пойти вперед էդի քո կարգախոսը կարա ասենց աս ինչ էլ ուզում լինի հաստատ այս պրոյեկտի շրջանակներում ես չեմ գտնի իմ սերը ես դա համոզվել եմ դա իմ մոտ վերջնական որոշում է դա հաստատ է պրոյեկտի ոնց որ սկիզբը մի քիչ իմ համար լրիվ թարս գնաց ու ես Գիտես ոնց ես չէի ուզում պրոյեկտում ես չէի մտածում նախ առասարակ որ կարելի է մի քանի օրում ինչ որ մեկի հետ կապնվել Օ, դու նման զգացողություն ես ունեցել։ Ես կապնվածության զգացողություն եմ ունեցել։ Սա չէ, բայց կապնվածության զգացողություն եմ ունեցել։ Ապա ես ուզում եմ լսել։ Շատ sense դետալային էլի մեր վերջ հիմա մեր վերջի։ Ես կարող եմ գուշակել թե նա ով է։ Գուշակի։ Միգուցե Աննան։ Միգուցե։ Սեր եղավ առաջի հայացքից չեմ կարա անկեղծ չեմ կարա ասեմ կա ուղղակի կապնվածություն եղավ որ հետո այդ մարդու հետ արդեն առանց այդ մարդու հայացքի չես կարա ինչ որ տենց մտքեր կարար գար պրոստը ես իրոք հասկացա որ այս պրոյեկտում ես չեմ կարող ունենամ զույգ ու վստահ եմ որ իմ իրական սերը ու զույգը դրսում է Աննային էլ կասեմ որ ուզում եմ որ դու գտնես իրական երջանկություն ուղղակի գտի իրական երջանկություն եղի երջանիկ դու ինձ շատ ես ասել որ դա քեզ պետք չի կամ սենց ինչ որ տեքստեր բայց ես ուզում եմ որ դու երջանիկ լինես ու մի քիչ քո պահելաձևի մեջ բաներ փոխես ու քո մոտ սաղ կստացվի բայց այն ինչը որ ես ասել եմ որ ուզում եմ միակ մարդը լինես ում ես կփորձեմ ջնջել իմ ուղեղի մեջից այս պրոյեկտից այդ տենց է լինելու Ես գիտես ոնց
Ես լրիվ չէի պատկերացնում, որ կարա տենց բան լինի, որ մի քանի օրում կապնվես ինչ-որ մի օրում դաժե կապնվես ինչ-որ մեկի հետ, բայց հետո ժամանակի ընթացքում ճանաչես այդ մեկին ու լրիվ այդ կապնվածությունը սենց զրոյանա, հավասարվի գետնին, չգիտեմ, սենց ճեղքի անցնի տակ, ոբշե մոռանաս ու դաժե նենց այն աստիճանի, որ դու ուզենաս մարդուն ջնջես քո ուղեղի մեջից, այդ վիճակի մեջ։ Ինչիները շատ են, ես հիմա հաստատ Իսկ ինչ-որ բան փոխել հնարավոր չի։ Չէ, հաստատ իմ բարագայում չէ, որովհետև հիմա շատերը կմտածեն ես ներել հասկացողություն կամ ինչ-որ բան։ Միգուցե դա անգամ ես եմ սխալ ինչ-որ բան տարել, դա էլ է հավանական, այսինքն կարող է ինձ սխալ եկավ, միայն երբեք մեղադրել մի կողմից չի լինում։ Մեղադրել միայն մի կողմին, դա սխալ է, այո, ինչ որ պետք է լիներ, դա չի լինելու։ Ափսոս։ Լավ հասկացանք, հիմա ինչ իրար հետ տանջվելու եք, որ չի ստացվել Վարդանի մոտ Աննայի հետ։ Ձեզնից խոսեք։ Լիքը անգամ դեպքեր եղավ, որ կոդրվեցի, ինձ շատ ցավացրին։ Այս պրոյեկտի շրջանակներում։ Այս պրոյեկտի, որտեվ նայ իմ համար անկեղծ, իմ համար երբ որ կասկածի տակ են դնում իմ անկեղծ լինելը, իմ համար այդ ահավոր ցավոտ է, եթե ես իրոք ուզենայի մի նենց անեի, որ այդ անկեղծությունը, եթե շատ կզգացվեր, հասկանում ես, այսինքն տեսախցի կնես բանա, որ կզգա այդ իրականա, թե իրական չի։ Ես շատ ուրախ եմ, որ այդ ամեն ինչը կարամ սենց ի հայտ ասեմ ու ի հայտ ամեն ինչ ֆիքսվի ու իմ ամեն ասած բառ թող գրանցվի գրանցի տեսախցիկը։ Ես մտածում էի, մենք նաբարոտ մենք իրական կշփվենք իրար հետ առանց կեղծավորության, առանց կամերաների, քանց թե կամերաների առաջ։ Մտածում էի կամերաների առաջ կարող արդեն սկսեմ ես իմ այտենց խաղամ բլոգերական թեմաներ, sense բան անեմ, բայց ես հիշում եմ, երբ որ դու քո ձայնը կներես, բայց ինձ դա դուր չեկավ, երբ որ դու ասացիր, որ աղջիկներ, մենք որոշել ենք, որ դուք պիտի ամեն առավոտ սպորտով զբաղվեք։ Մենք կարիք չունենք սպորտով զբաղվելու։ Ես ասել եմ ով ուզի, եթե հիշում ես։ Չէ, ես դա չեմ լսել եւ շատ վիրավորվել եմ։ Ես ասել եմ ով ուզի, Ոչ, ես դա չեմ լսել։ Լավ։ Մասնագիտական է, էլի։ Ես չեմ պարապի, դուք պարապեք։ Նայ, հետո պահա գալու, որ մի հատ սենց տակուկ պարկած ելնես ու միշես քո ջահելությունը, ասես։ Դե ճիշտ ասած, երբ որ ես նայում եմ իմ տատիկին, իմ տատիկը իր համար այդպես պարկած կարող է անկից նայել դեռ իրեն։ Տենց։ Հա։ Տատիկի համարը կտա։ Չէ, տատիկս էս տեսնելու է։ Տատիկի սիրտը զբաղված է տղա ջան։ Ոդկդ քո Յորղանի գյորա մեկնի։ Տատի ջան կներես։ Անահիտ։ Անահիտ ջան, բարև ձեզ։ Կներեք։ Մի հատ էլ պապիկիս բարև։ Պապիկի տանը ոնց է։ Վալոդյա։ Վալոդյա ջան, շատ երջանիկ մարդ եք, որ ունեք ոնց է տատի տանը։ Անահիտին։ Հա, դու էլ ես Անահիտ։ Չէ, իմ անունը Իրանն է։ Վալոդյան, շատ ուրախ եղեք, որ ունեք Անահիտներին։ Օրի, շնորհակալություն։ Այ։ Սիրասուններ, ձեր ժամադրությունն ավարտված է, մնացածը հետո։ Խնդրեմ, տվեք ձեր վերջին գնահատականները։ Դե արիխ մենք մեր այս հրաշալի ժամադրության Արիխ մենք վերջի դեյթի կենացը։ Վերջի դեյթի կենացը։ Երկուսն էր, բայց իմ ամեն գնահատական դրած ինչ որ իմաստ ունի, ու առանց իմաստի ոչ մեկ ես ինչ որ իմ կրիտերիան գնահատական դնելու դա մարդուն իմաստավորել, թե ես խի եմ դա դրել այդ գնահատականը։ Եվ ես կասեմ, որ ես Անահիտին վերջում ասեցի, ես շատ եմ ուզում, որ դու գտնես մեկին, ինձ թվում է դա Ալեքսն է, ես շատ եմ ուզում, որ դա Ալեքսը լինի, որ ունենաք դու գտնես քո երկրորդ կեսին։ Դրա համար այդ երկու թիվը իր համար է, որ ինքը գտնի երկրորդ կես ու դառնան իրանք լիարժեք մեկ հոգի։ Վարդանի համար մնացել էր 2 եւ ստիպված Վարդանին տվել եմ 2 գնահատական։ Անկեղծ ասած, հենց սկզբի պահից իմ գնահատելու այդ process-ը եղել է շատ սխալ, խառնվել է իրար, ես խառնել եմ ծրարներ, սխալ գնահատականներ եմ դրել, ինչպես միշտ։ Ինչ որ բաներ մեկին պիտի թվանշաններն եմ մարդկանց խառնել, հետո հասկացել, դրա համար երբ որ ես հասկացա, որ ես ամեն ինչ խառնում եմ, որոշեցի, որ հենց այդպես էլ պիտի շարունակեմ։
Այսինքն չեմ հիշում ես ում ինչ եմ դրել, ինչ կան եմ դրել։ Բարև Գառնիկ։ Բարև Աննա։ Շատ եմ սպասել հանդիպմանը։ Հա։ Այո։ Ամենասկզբից։ Ամենասկզբից, ճիշտ որ ասեմ քեզ, որ տեսա տենց հերվից մենակ բոյդ դուրս եկավ։ Դե հերվից ուրիշ բաներ չէիր տեն։ Ինչ գնահատական տվել եմ այդ հաստատ մենակ բոյդ համար, դեմքդ բանդ մի քիչ խամր էր, էլի։ Դու բոյովներն սիրում ես։ Հա։ Շատ։ 33%-ով արդարացան էլի, սպասումները 6-ից 2-ն են ամենաբոյով։ Էդ էլի համար են բերել, էնե вообще իմ համար չէր, էլի։ Առաջինը։ Վերջին դեյթերն են մեր սիրասունների եւ ինչ որ իմաստով այսօրվա դեյթը նշանակություն չի ունենա այն միավորների վրա, որոնք մնացել են նրանց մոտ, որովհետեւ վերջին միավորներն են, որ պետք է տան այն մարդկանց, ում այսօր հանդիպում են։ Մենք մի տեղից ենք, չէ՞։ Հա։ Դու քանի տարի չես ապրում մեր մոտ։ Օй, շուտվանից է, շատ շուտվանից է, արդեն 10 տարեկանից ես ընդ չեմ ապրել։ 10 տարեկանից։ 10 տարեկանից Մոսկվա եմ ապրել։ Земляка видит сдалека։ 20-քանի տարի ընդ չես ապրում էլի, հա։ Հա, հա։ Բայց գնում գալիս ես։ Հա, իհարկե, մաման բանունդերն ամեն ամիս համարյա գնում էի։ Ամեն ամիս գնում ես։ Դե ամեն ամիս հիմա գնում էի, որտեվ պրավայի հարց էի լուծում։ Ինչի պրավայի։ Գնում էի, հանձնում էի, կտրվում էի, էդ էի գալու։ Պրավա ունես դու։ Չէ, լե։ Մի ունես։ Չի։ Հա, ես կվախենամ փողոցներով քայլեմ որ պրավա ունենաս։ Մի վախեցի։ Դու պատմեցնամ դու ինչով ես զբաղվում։ Ես տենց էլ չիմացա դու, շտոք եկալ դայից բացի ելուր ես գնում։ Չգիտես ինչով եմ զբաղվում։ Այդքան ասում են, այդքան խոսում են։ Մի ամիսա միասին ենք համարյա ապրում։ Չէ։ Ես զբոսավար եմ, տուրիստներ եմ։ Հա, վայ մոռացա, տուրիստական։ Բա ուրիշ երկրորդ աշխատանք էլ ունես ես։ Այն երկրորդ աշխատանքը հեչ է, այդպես հետաքրքիր։ Մեծ հաճույքով Գառնիկի հետ կշարունակեմ շփումը որպես շատ լավ ընկեր, որովհետև չեմ կարող ասեմ հաստատ, որ ինչ որ հետաքրքրություններ ուրիշ ունենք ու կարանք ինչ որ ռոմանտիկ կապ ունենանք, բայց էլի չեմ էլ բացառում։ Ընդհանրապես անգամ տենց ֆլիրտել թեթև չկար։ Մնացած դեյթերի ժամանակ միգուցե հնարավոր է տենց պահի տակ կարար սահեր, բոլորի ժամանակը ինչ որ պահի տակ սահում էր։ Բա ազատ ժամանակ ինչ ես սիրում անել։ Այս ազատ ժամանակ չունեմ, որ ազատ ժամանակ բան։ Ես քեզ ասեմ, էլի եմ ասել, որ առաջին օտպուսկս է կյանքիս մեջ։ Вообще? Ահա, ես եկել եմ ստե օտպուսկ եմ վերցրել, եկել եմ ստե ու առաջին օտպուսկս է կյանքի մեջ։ Այ քեզ բան։ Դու ինչ ես ամ օտպուսկների, դու ես գնում ֆրֆռում, կայֆավա։ Ուր ուզում եմ։ Հա։ Ազատ անկախ, ինչ ուզում անում եմ, ուր ուզում։ Երկրից դուրս։ Սիրում եմ երկրից դուրս, բայց մենակով չեմ սիրում։ Մենակով չեմ սիրում, ընկերներս է բոլորը կամ զբաղված են, կամ այդ պահին չի ստացվում, տենց համատեղ ենք։ Բայց ուր ես գնացել այդ շանքը։ Շուտվանից չեմ գնացել, ճիշտ ասած շատ խառներ ես վերջեր ամեն ինչ մոտս։ Մի քիչ պետք է կրել, միասին գնալ։ Եկել եմ ի սկզբանե շփվելու հավես մարդկանց հետ։ Ու եթե ինչ որ հավես ռոմանտիկ կապ հաստատվեր ինչ որ մեկի հետ, ես դեմ չէի լինի, բայց նման ֆորմատում ինձ թվում է դա լիչնը իմ համար անհնար էր, որովհետև ինչպես ես միշտ նշում եմ բոլոր հարցազրույցներին, առաջնայինը գալու ժամանակ դա գումարներ այստեղ գալու։ Ցավալի է, որ տղաները գնահատականի համար կարողանում են աղջիկներին տենց ցավացնեն։ Ես օրինակ մեծ ցավ եմ ապրում իրանց համար, որովհետև հաճելի չի որ գալիս են, սենց լրիվ փոխված են լինում։ Լսի, երեք ինձ մի հոգի ասեց, որ ես շատ կռվարար եմ։ Դու։ Հա, ասի տղաների հետ պաստայանի կռիվ ես անում։ Ուզում եմ հասկանամ, իրոք կռվարար եմ, բայց անկեղծ էլի։ Դու նայ։ Մեկա գիտես գնահատականի վրա ազդել չեն կարա, էլ ինչ բերել ենք, էդ է պիտանք։ Ինչ բերել ենք։ Ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Ուղղակի հետաքրքիր է։ Դու կռվարար չես, դու իմպուլսիվ ես։ Նետ պետքա դիմացինը հասկանա, նմանդ եթե նենց մարդը լինի, ով քո հետ պատրաստում է նենց լավ երկար շփվի, դա պիտի հասկանա։
մի բան մտածեցի, գիտեք, կարող եք մեկնաբանություններում թողնել, օրինակ AI-ով կազմել զույգեր սիրասունների ու թե նրանց երկուսի միաձուլումից ինչ դուրս կգար։ Ինչ ես ուզում։ Հայացիլնի աղջիկ։ Ես ստիպում եմ որ ուտեն, գիտես, ամեն դեյթի։ Մարդկա դաժե հետս կռիվ արե դրա համար։ Ես սպասում եմ դու երբ ես կշտանալու քոնից ուտես։ Կարաս կողից ուտես, պրոբլեմ չի։ Կողից ուտեմ։ Բայց ես էլ եմ քոնը փորձում։ Չէ, հա։ Դու Ալեքսը չես քեզանից զզվեն։ Ես մենակ Ալեքսից եմ զզվում։ Բեսամ։ Ես հենց ասեմ ձեզ, բոլոր աղջիկները ահավոր ոգևորված գնում են դեյթերի ու դեյթերից վերադառնում են կոտրված։ Որ հարցնում ես, ասում ես ինչ ա եղել, ասում են դե գնացինք, շփվեցին, ասենց ամեն ինչ լավ էր, սիրուն էր, հենց նստանք ավտոն, вообще ուրիշ մարդ դառավ։ Բա լավ, օքեյ, ինչն է քո վրա ազդում իմ մեջ, հələ ինձ պրոստա հետաքրքիր։ Ոչ մի բան քո մեջ խփում։ Դե մի բան պետք է լինի իմ կարծիքով։ Մի բան պետք է լինի։ Չէ, նաման որ մենք մեր լեզվով ենք խոսում, вообще չի ազդում։ Ուզում ես մեր լեզվով խոսենք։ Դե ես ուզում եմ։ Մարդիկ հասկանալու չի, որ մեր լեզվով խոսենք։ Տիտրի, перевод, translate։ Դե իմ ոնց ինչ ճոկել։ Մեր լեզվով հետո կխոսք։ Գումա չեմ եկել։ Կարևորը սա արդեն հասկացան, որ մեր լեզուն ունի։ Դե սա գտա գիտեն։ Հա, բա դե։ Просто это լավ որ մոկոզ մոկի ուպեն ասի կասի։ Տալետիլետիլելելե։ Ես արդեն ասած։ Չէ, լավ։ Արի մարդկանց համար པարզ խոսանք, որ մարդիկ հասկանան, որ մենք པարզ մարդիկ ենք։ Հա։ Ինչ ուրախ սեղան է, անց կմիանա ես սեղանին։ Դեմա որ էտապում ես քո կյանքի, ինչ ես փնտրում, էլի տենց։ Հատկապես անձնական կյանքում։ Ոչ մի բան, բացի։ Ես ոնց հասկացա, դու քո գործում, որ քոնը գտել ես, քոնը անում ես, գործդ քեզ դուր ա գալի, ես կգամ քեզնից կօգտվեմ էլ գործի մեջ, էլի, նկատիոնը։ Հասկանում եմ ես քեզ։ Կպայմանավորվեմ, մի օր կգամ, մազես յոն կսարքես, ինչքան հնարավոր է։ Կգաս, սիրով։ Ասում ես անձնականում, ոչ մի բան տենց։ Բապշե հետաքրքիր չի։ Ընդհանրապես։ Խի բայց։ Որովհետև լավ ասենց։ Դե որովհետև լավ ասենց ոնց։ Դե նայ, ոչ մեկի հետ այդ թեմայով չեմ խոսացել միջեմա, որովհետև ոչ մեկ չի էլ հարցրել, լավա որ չեն հարցրել, որովհետև պիտի խաբեի։ Բայց քանի որ ես ու դու ունենք այն ինչ ունենք, քեզ հաստատ չեմ խաբի։ Փառք Աստծո, ոչ մեկ չի հարցրել տենց բան։ Բայց ոչ մի բան ընդհանրապես, ես դաժե անկետայում եմ գրել, որ ինձ ոչ մի բան հետաքրքիր չի։ Հասկացա, որ բոլորը ստեղ խաղում են, նաև Վարդանը, որտեղ Վարդանը այդ երկրորդ դեյթից հետո ընդհանրապես ուրիշ ձև էր իրան պահում, շատ տհաճ էր այդ ամեն ինչը նայել։ Ձգտում էր չգտնվեր մոտիկ այնտեղ, որտեղ կան աղջիկներ, որոնց հետ դեռ չի եղել դեյթի։ Բայց նրանից հետո, ինչ ես արդեն սկսեցի իրան նման խաղալ, արդեն ինքը սկսեց ընդհանրապես ուրիշ ձև իրան պահել։ Աղջիկներով հավաքում ենք, խոսում ենք, կիսում ենք տպարություններով, բանով։ Շատ աղջիկներ գալիս էին, ասենց ասում են, ինձ թվում է Վարդանը սիրահարված է ինձ։ Ինձ թվում է Վարդանը ուզում է ինձ առաջարկություն անի ամուսնության։ Ինձ թվում է Վարդանը խփլվել ավրես։ Այդ ամեն ինչը լսելն էլ նենց չի, որ շատ հաճելի է։ Մենակության մեջ քեզ ասինքն տենց լրիվ օքեյ ես զգում, լավ ես զգում։ Вообще կյանքում երբեք 34 տարվա մեջ սենց լավ ես ինձ երբեք չեմ զգացել, ինչպես վերջի կես տարին է։ Վայ։ Մի քիչ կեսից լավ խափեցի 2 ամիս։ Չէ, կես տարին կներես խափեցի։ Չեմ կարող ասեմ ինչ կլինի դալշը, բայց դե քանի որ ստացվում է ամեն ինչից տենց կոնկրետ ու խոդ անել, դեռ օգտվում եմ։ Ինձ շատ դժվար է խափելը։ Խափել եմ ավելի շատ ես, քան տղաները ինձ, ինչի համար չեմ զղջում, շատ լավ եմ արել, էլի կխափեի, որ պետք լինի։ Շատ հաճելի կավալեր ես, էլի սենց ասեմ։ Մեկ է տեսար, ամուսնացանք։ Մենք, չէ՞։ Ես ու դու։ Ու գնացինք Ղափան ապրել։ Չէ, դի չկպավ։ Չէ։ Խի Ղափան։ Չեմ ուզում։ Զիրական ես Ղափան տենց գնալ գալով, հա, բայց ապրելը։ Բա, ես էլ դրա մասին։ Ավելի լավ տեղ տաներ, խես, միանգամից կներես։ Խես միանգամից տանում դեպի Ղափան։ Ղափան կեթանք, ֆրանկ։ Դե։ Քիչ մեր Տատի բախտերով կգնանք դե ապրենք, չէ։ Չէ, էլի կընտրում եմ։ Չեմ կարա ես դե ապրեմ։ Դժվար է մի քիչ կյանքը, շատ եմ նեղվում դե
մի քիչ ոնց ասեմ, հնարավորություններից։ Թեկուզ եթե Կարանք քո հնարավորությունները թույլ տակ եթանք։ Չէ, կարանք հասկանանք ինչ մանրամասներ, հնարավորություններ մանրամասներ։ 10-ից հետո իմաստ չկա տնից դուրս գալու, օրինակ։ Դե տառումով հայ, տառումով այդ խնդիրը ամենտեղ կա իրականում։ Ես որ ֆռում եմ Հայաստանում, շատ տեղերում այդ խնդիրը կա, որ լիքը բան չկա անելու։ Դե չէ, օրինակ Երևան հանգիստ ապրում ես, էլի ամեն ինչի հնարավորություն կա։ Դե էլ կա, բայց որ երկար ժամանակ չես ապրում, մի քիչ դժվար է հետո տե ապրելը։ Գիտեմ։ Դու քո մասին Իմ մասին ինչ պատմում, ասա լավ, ասա։ Որ հարցնում եմ, տենց ես ջոկում եմ բաների մասին, կամար տենց մի քիչ տենց։ Ինչ, օրինակ, լասա, կարող է ես չգիտեմ։ Ինչը։ Դե չգիտեմ։ Օրինակ։ Պրոստը հարց։ Օրինակ չեմ կարող բերեմ։ Բայց դες զգում եմ, մենտի ջոկում ես, դες զգացողություն է խոսքը։ Տիպը ես ինչ որ բանը չեմ պատմում, գախնի եմ պահում։ Ոչ թե գախնի ես, Вообще պրոբլեմ չկա։ Գախնի ես, ոչ թե գիտակցաբար ես այդ։ Ամուսնացել եմ 8 տարի ունեցել եմ ամուսնական կյանք, 8 տարի հետո բաժանվել եմ, հետո 8 տարի ունեցել եմ հարաբերություն, որի մասին էլի չեմ ուզում вообще որ էս իրեն ցույց չի։ Չէ, հենց 8-ը իմ թիվն է աշկիս։ Չէ, հենց այդ քո թիվը չի, եթե 8-ի վրա պրծնում է։ Հենց 8 ա եղել։ Ո՞նց էլ բռնցրել ես։ Հաշվարկով են։ Ամեն ինչ հաշվարկով է, տենց է։ Կարանք մենք ամուսնանանք, մի 8 տարի էլ մենք ամուսնացած նայենք։ Հետո կլինեմ 39։ Կակրաս։ Կակրաս է, խոսքի սամա։ Այ։ Просто քո համար եմ մտածում։ Դե 8 տարի հետո մի հատ էլ պիտի 8 տարի արդեն էլի գտնես։ Չէ, դե արդեն կսահմանափակվի դրանով։ 8 տարում, հենց որ ամուսնացած ես եղել։ Կաբլուկների պարը չկա։ Էլի Ալեքսին հիշեցի։ Չէ։ Սիրտը տարիների ընթացքում ընքանա եւ մաշել եւ կարծրացել, որ արտաքին հպումներին, արտաքին դողմանը շատ վատ է անդրադառնում, ինչքան մեծանում ես արտահայտություն կա, չէ՞, որ ասում եմ, միջով 25-ը եթե չես պսակվել, 25-ից հետո դեռ շուտ է։ Դու вообще ունեցել ես երկար հարաբերություններ կյանքում։ 8 տարի հաստատ չէ, 8 տարին դաժե 8 տարուն դաժե մոտիկ չի եղել։ Բա։ Դաժե 4 տարուն մոտիկ չի եղել։ Վայ, ես ասեմ դաժե ավելին, դաժե 3 տարուն մոտիկ չի եղել, դաժե 2 տարուն մոտիկ չի եղել։ Չէ, ես հեռու եմ այդ երկար։ Բայց խի։ Հա։ Խի ինչու՞մն է խնդրեմ, ուղղակի հետաքրքիր է։ Միշտ Դու ես հեշտ է 8 տարի մարդ հարաբերություն պահի вообще։ Բա դա հեշտ չի, դրա համար չեմ մտնում, էլի դրա մեջ։ Բայց տեղեր կա, որ 2-ը, 3-ը, 4-ը, ինչքան մտնես, այդքան լավ է կյանք։ Ոնց գիտես ինչն է հետաքրքիր։ Այսքան վաղ միասին ապրում ենք, միակ մարդը, որ ինչ-որ բան ասարքել, որ ուտենք, այդ Բարթանն է եղել։ Աղջիկից ոչ մեկը ոչ մի բան մեր համար չի սարքել։ Բայց խիպ կիսարքենք։ Ինչ է կարևոր սարքենք։ Ձեր ձեռը տենանք։ Վատ պահվածքից բացի ոչ մի բան չտեսանք։ Իզնից։ Չէ, քեզնից չէ։ Կոֆե ես ուզում դնում եմ, չայ ես ուզում դնում եմ։ Դե դու էլ ես ուզել, ես էլ եմ դրել։ Դե բատենում ես։ Ուտելիք էլի ինչ եմ։ Դες դաժե ես մտածում եի առավոտ բերես շորմոր լվալ պետք չէր ձեզ։ Լավ ինչ շուտ եք սովորում։ Լսի։ Շատ։ Բայց հետո մոռանում եք, որ դա Չէ, ես չեմ մոռանում։ Պարտականություն չի։ Հա, ես չեմ մոռանում։ Ես ինքս ամեն անում եմ։ Դու ուրիշ ես, դու ուրիշ տեսակ ես։ Շատ լավն ես Գառնիկ։ Անկեղծ շատ լավն ես, ես շատ ուժեղ զղջում եմ, որ առաջի կամ երկրորդ դեյթ չէր քո հետ։ Եվ այսպես սիրելի սիրասուններ, քեֆներդ եւ ծիծաղներդ միշտ տեղը լինի, այսենց ուրախ էլ կարող եք գնահատել իրար։ Իհարկե հասկանում ենք, որ վերջին միավորներն են ձեզ մոտ մնացել։ Եվ տվեք։ Գառնիկի համար մնացել է շատ վատ գնահատական, 2 էր մնացել։ Ես ուղղակի երազում եմ, որ մի բան լինի ու այդ գոնե Գառնիկի գնահատականը կարողանամ փոխեմ։ Մնացել էր իմ մոտ 6-ը, 6-ն եմ տվեցի Աննային ինձ թվում է այդ բալը շատ պետք կգա, այդ միավորները։
Արդյոք այս երկուսը կարող են լինել եզրափակիչում, թե մյուս սիրասունները, ձեր տարբերակը, թե ովքեր կհայտնվեն եզրափակիչում, ուղարկեք այդ կոմբինացիան 10-06 կարճառախոսահամարին։ Որը սկսենք խմել վերջին դեյթներ այս պատմական շրջանում։ 2 վայրկյան, 1, 2, վերջացավ խմենք։ Վայրկյանները վերջանում են, իսկ մենք այո։ Ոյ, գարձես խնձորի սոգելլա։ Ոնց ես։ Բայց մենք ոնց պետք է սկսենք։ Ոնց պետք է սկսենք։ Hi Barbie։ Hi Ken։ Լավ ես։ Նմանում Քենի։ Կովկասկի Քենն է։ Կովկասի Քենն է։ Սև, հա։ Այո։ Կուզեի նկարվես Barbie։ Նկարվելի հա։ Հա։ Բայց ահավոր շատ պատկերացնում եմ քո խաղալիքները ասես փոճուրիկ տոպիկի մեջ։ Հա, քսազեր։ Կարնեք բաժանա երեխեքին։ Դին չա կնոպկի տեղն է։ I love you։ I love you։ Ասա նորմալ շփվում եք, հենց մոտորը ռեկա գնում, հետի պուճուկուճուտիպկուճ։ Ապագա դերասանուհի։ Ինչ ֆիլմ կուզեի նկարել, բայց ես էլ կամ այդ ֆիլմ։ Դու էլ կաս։ Հա։ Ու մենք պարտներներ ենք պարտադիր։ Կուզեի լիներ action, comedy։ Կոմեդի հա, շատ կուզեի, սարսափել կուզեի։ Չէ, ատում եմ սարսափ։ Սարսափատում ես, ուրեմն ես էլ եմ ատում։ Ինչ որ դու ես ատում, դա էլ եմ ես ատում։ Այդ երբ հասկացար։ Այս սրա համար էի հարցնում։ Ես դա հասկացել եմ, երբ որ երեք խոսեցինք։ Երեք։ Ինչ ենք խոսել։ Հաց էինք ուտում։ Հաց ենք։ Ամյակ։ Չենք խոսում, հաց էինք ուտում։ Քիլազ։ Այ աստվածին։ Իսկ ինչ կլինենք ֆիլմում։ Թշնամիներ, քուր եղբայր։ Ապորինի զավակներ։ Հարևաններ։ Քույրիկ։ Քույրիկ։ Հարևաններ։ Հարևաններ։ Թշնամիներ չէ։ Քույր եղբայր չէ։ Կարենք բանկ թալանեինք, իրար հետ թալանեինք, չուլկիներս բանկնեինք։ Շատ, բայց էդի կոմեդիա լիներ, կստատի, շատ փոց կլիներ։ Սիրում եմ կոմեդիա ժանրը ես ու ինձ կարծում եմ սա ուզում եմ։ Ոնց ես։ Մամեկ։ Արևա աչքերիդ։ Չէ։ Սազում ես։ Դու ես ինձ այրում քո գեղեցկությամբ։ Ոյ, ես պետք է խմեմ։ Մի վարքյան։ Դուք եք շատ գեղեցիկ։ Շնորհակալ եմ։ Այո։ Շատ ես դերասան մարդկանց պատահում կյանքում, որ կյանքում են դերասան, ոչ թե մասնագետ։ Իհարկե։ Հա։ Բոլորն են դերասան։ Դու էլ։ Անկեղծ չէ։ Ես էլ։ Մենք դերասան ենք հենց իծնե, բայց իրանք Իծնե լինում է։ Այո, իհարկե։ Չեն գնում սովորում 4 տարի տես մասնագիտություն լինում դիպլոմ։ Եթե մարդու մեջից չլինի այդ տաղանդե ցանկությունը, ոնց կարա, դա այսինքն իծնե է։ Նրանք ես իծնե եմ։ Եկել եմ ուզերս փորձել, ֆայլեմ հայկական ժողովրդական բար։ Գիլաս թե կլուբնիկ։ Բանան։ Բանան։ Ես եմ սիրում, բանան ֆրեշ։ Բանան չեմ սիրում, ուղղակի ասացի։ Ես սիրում։ Տանց խնձոր մանդարին։ Լոջաս։ Ես գեստը դեջ ուզում հաղթել ինձ հետ ժամադրության ժամանակ։ Ոչ։ Ոկել գեստ չմնաց։ Ո՞ղ։ Ամենասիրունը թողել ես։ Այո։ Սուտ էլի, ամենասիրունը չի թողել, ուղղակի ով ինչ ասել է հայքի, էդ էլ հայքել է։ Կյանքումս առաջին անգամ հագնում եմ վարդագույն Այո։ վերնաշապիկ քեզ հետ սազելու համար պոդքասթն։ Ոյ, գեղեցիկ է փոյնդով։ Սերգեյ, դու հասկացա՞ր, մենք իրար շատ լավ ենք ճանաչում, բան չենք խոսում։ Մենք ճանաչում ենք իրար շատ լավ։ Այո։ Մի հատ բան կարամ ասեմ։ Ասա։ Կարամ, բայց։ Արես։ Ինչ։ Ինչ։ Հա, ճիշտ է։
Չէ։ Դու տեղյակ ես իմ կյանքի տխուր։ Այո։ Որ քո դասանդում քեզ ֆրազ ասեց, որ դերասան ես ուզում դառնաս, պերաշկի ես տախ կյանքը դուտելու, տենց ինչ որ ոնց ասեց։ Հենց տենց ասում ես պետք էր որ ասեի հիմա։ Հալով կատակ եմ անում։ Հարցրեցի, չէ՞ քեզ, ասեցի օքեյ։ Լավ կատակ չէր։ Լավիկն են, հա, երևում ճիշտ նոսած կար, այն լավ սիրասուններ լինեին։ Ժողովուրդ, մենք ջրիկ չենք, ուղղակի հումորիստ ենք։ Կարող է գնանք։ Չէ։ Բալես, մի հատ խոսացեք, ամոթ է եթեր աստեղ։ Լավ, ինձ որ տեսար, կամ հիմա, ինձ զրույց կուզեիր ունենալ իմ հետ։ Խորը, էմոցիոնալ, Ֆանտաստիկ։ խնդալու, լացելու։ Ինձ թվում է լացելու։ Լացելու։ Ինձ թվում է դու նենց մարդ ես, որ քո մոտ քո ընկերներից մեկը կամ ասենք մոտ մարդը կարա հանգիստ քո մոտ կիսվի, սենց գլուխը դնի ուսի, դու սկսի լացել։ Այդ այնց տեսակ ես դու։ Շատ է երևում, որ այդ տեսակ եմ։ Հաջորդ։ Սերգեյին ես հասցրել էի ընթացքում լավ ճանաչել, բայց էլի եմ ասում, էլի եմ կրկնում, որ առանձին մարդիկ երբ որ շփվում են, լրիվ ուրիշ է, բայց երբ որ տեսնենք մեր ժամադրությունը, ավելի հումորային, ավելի սենց ինչ որ թեթև վիճակներ էր, որպես ընկեր, որպես այսպես չեմ կարող բացատրեմ Սերգեյը ինչ արժեքների տեր մարդ է, ինքը կարա իր տխրությունը, իր հուզմունքը, իր ամբողջ sense ուրախությունը, էմոցիան, sense ինքը ասում է որ էմոցիոնալ է, բայց sense մեջն է բան, բայց աչքերով sense ամեն ինչ բարձ է դառնում։ Բայց շատ երևում, հա, որ այդ տեսակն է։ Հա, աչքերից է։ Ինչ կա աչքերից մեջ։ Աչքերից մեջ ենք։ Իսկ ավելի պոետիկ բառերով։ Պոետիկ բառերով աչքերից մեջ տեսնում եմ այն ինչի չի կարող տեսնել սովորական մարդը։ Դերասանուհի։ Չէ, անկեղծ կատակը մի կողմ, ցենց շատ լուրջ հավասարակշռված մարդու տպավորություն ես թողել։ Իրական սկզբում որ տեսա, այսից քիթը ցցած ով է, սխիոշ, ցենց շատ ինչ որ երևակայում, հետո բարձվեց պուպսիկ ես։ Ինչիկ է։ Ինչիկ։ Միլաշկա։ Միլաշկա։ Ունգեներ հետ որ ես հաղորդումը տենան։ Դու էլ շատ սիրուն ես։ Դու էլ շատ սիրուն ես։ Օբրազ։ Դու էլ շատ սիրուն ես այս օրերին ինչ։ Ինչ։ Սպասի ավարտը նախադասում։ Ասում դու էլ ես շատ սիրուն։ Ու այս օրերին ինչ hairstyling արել ես, բոլորս ասել եք ես հիմա։ Այս ինչա։ Thank you։ Սիրտա։ Իբր մեծ եմ, էլի չգիտեմ։ Սիրտենջասա։ Չէ, ես այդ տեսահոլովակի մեջ չէի նույնիսկ։ Սերս երամ։ Էդ էր։ Չէ։ Բա ո՞րն էր սիրտս խփում է, խփում է ու խփում է։ Սերս կանչում է։ Կանչում է ու կանչում է։ Սերդ երբ է կանչել վերջին անգամ։ Ինչ։ Սերդ երբ է կանչել վերջին անգամ։ Ես իրել չգիտեմ։ Վստահ ես։ Այո։ Սերը ինչ է։ Լավ, լուրջ, արի ես կականից իրար հարցնենք, սերը ինչ է։ Եթե կարող ես նկարագրել սերը ինչ է, ուրեմն երբեք չես սիրել։ Սերը սիրելներ չափազանցած հիմարություն է։ Ես էլ այդ ուզում ասեի։ Այդ դեպքում չենք ասել, այդ ասել է Զիգմունդ Ֆրեյդը կամ Նիցշեն։ Ու իմ համար ամեն դեպքում սիրուն համանիշը զոհաբերությունն է։ Ես ապրել եմ այդ զգացմունքով ու զգացել եմ, որ ամենահամանիշ բառը զոհաբերությունն է։ Հետո ոնց անշահախնդիր նվիրվածությունը, բայց զոհաբերությունը ամեն դեպքում։ Դու չես զգացել այդ էմոցիան, սեր ու զոհաբերություն։ Ոչ, պետք չի մատաղանել ինչ-որ մի բան։ Սերը լավ բան է։ Թե չէ մեկը ձեր կյանքում գալիս է, ուրեմն պետք է ավելի լավ լինի ձեր կյանքը, եթե չէ, ուրեմն ոչինչ պետք չի զոհաբերել, ապրեք ձեր կյանքով հանգիստ ու ուրախ։ Այսինքն քո համար էս ազոհաբերությունը, որ օրինակ X մարդու համար դու փոխես քո ցանկությունը, չգիտեմ, փոխես քո, ասենք, չգիտեմ, ինչ որ մի բանը քեզ դուր չի գալիս, դու իր համար դա փոխում ես, որ կողակիցդ մնա միշտ քո կողքը։ Մենք մարդը չի որոշում թե ում սիրի, ու մենք չենք որոշում թե ում սիրենք, այդ սերը պարզապես գալիս է հանկարծակի։ Որ չեն ասում սերը զոհաբերությունը ինֆակտահար եմ լինում։ Այդ ժամանակ դու կարող ես սիրել մարդուն, որն ունի այնպիսի մի նախասիրություն կամ այնպիսի մի բնավորություն կից, որ ընդհանրապես չի համապատասխանում քո պատկերացրածին։
բայց Օրսենը ստեղ կասեր, սերը զոհաբերությունը չէ։ Բայց դու իրան այդպես սիրում ես։ Բայց ինքը կարող է հասկանալ, որ դու այդքան էլ իրան դու քեզ այդքան էլ դուրս չի գալիս այդ իր բնավորությունը ու հանուն քեզ փոխվի։ Որ ավելի շատ դուր գա քեզ։ Չգիտեմ ինչի հետ է կապված, որ առաջին 3 դեյթերը եղել են ավելի բովանդակալից հաջորդ 3-ը ավելի ոչ։ Իրոք հիմա չեմ հասկանում, կարծում եմ այդ սպառվելու հետ չի ու ոչ էլ բարձր գնահատականները վատնելու ու հետո արդեն բարձր գնահատականներ չունենալու դեպքում արդեն անտարբեր լինելու մեջ չէ կարծում եմ, որովհետև ամեն դեպքում մենք թե մտածելով հանդիսատեսի մասին, թե ինքներս մեկս մյուսի մասին հետագա կարծիք ունենալու ի վերջո մեր կյանքն ու մեր շփումները հասկացել ենք, որ չի սահմանափակվելու մի քանի օրով եւ մի քանի ժամով։ Այնպես որ չգիտեմ, դժվար թե գնահատականի հետ կապված լինի։ Իսկ օրինակ դու գժվել ես մարդու համար, խելագարվել ես։ Սիրո առումով։ Հա։ Չէ։ Քո սերը այդ անունն ա ունեցել, թե ուղղակի սիրել ես։ Չէ, իմ սերը հանգիստ է եղել։ Շատ եմ սիրել, բայց խորը, ավելի սենց հանգիստ։ Խելագարություն չի եղել։ Չէ։ Ինչպես կդրսևորվի խելագարություն, ինչ ես կարծում։ Եթե քո այդ պատահելը կարող ես ասել կամ եթե տեսել ես կամ պատկերացնում ես, ինչ խելագարության մասին է խոսքը։ Դառնաս կժուկ, հա, պարզապես։ Ֆիզիկապես է ինչ-որ բան դրսևորվում, թե մտքում։ Մենք ֆիզիկապես կարող ես դառնալ հավուր ակտիվ կժուկ։ Ատվիատ։ Ես ինչ չեմ կարող բառերով նկարագրեմ, բայց ըստ իս եթե օրինակ խելագարվում են, կարող են հետո բաց թողեն այդ մարդուն հեշտ։ Նայած ինչքան ես խելագարվում, իրոք նայած ինչքան ես սուզվում քո սիրո մեջ ու այդ քո խելագարության մեջ, բայց ես սիրել եմ սթափ, խորհուրդ կտամ սթափ սիրել։ Ինչքան ուժեղ ես խելագարվում, այնքան արագ ես բաց թողնում։ Սովորեք, չեմ տանելու հետս։ Սերգեյը իրոք Սերգեյն էլ Վարդանն էլ շատ լավ կողակից կլինեն, միանշանակ այդ կարամ ասեմ։ Իմ համար չէ, բայց երբ որ իրենք սիրահարվեն, այս եթերը տեսնելուց հետո թող իրենց կողակիցն է հասկանան, որ իրոք ճիշտ ձեռքերում են։ Իսկ դու քեզ համար ես էմոցիոնալ մարդ։ Այո, շատ։ Բանոր ասում էր հանգիստ եմ։ Սերս եղել է հանգիստ, սերս չի ունեցել պորտկումա, չի ունեցել կտրուկ քայլեր։ Իսկ էմոցիաները կարողանում ես կառավարել այն ժամանակ, երբ որ, չգիտեմ, ամենաշատն ես ուզում ես գոռալ այդ էմոցիաները, ինձ արտաբերել, սենց։ Բոլոր էմոցիաներս կարողանում եմ բացի զայրույթից։ Զայրույթը չեմ կարողանում, մեկ-մեկ կարող է այնպեսի մարդու վրա զայրանալ, որ վաբշե պետք չէ, էլի, որովհետև իրան պետք է ավելի հարգել։ Զայրույթը դրսևորվում այդ բանին, մնացածը ոչ։ Բարկություն, չէր գիտես, որ բարկությունը, ավելի զուր, նյարդային բարկությունը, որ ուզում ես խփես, էդ է զսպվում է հիմնականում, բացի զայրույթից։ Զայրույթի ժամանակ ահավոր արտանում է սաղ։ Չգիտեմ, բայց ես սիրում եմ էմոցիոնալ լինել։ Իրականում ես չեմ ուզի, եթե իր մեջ կա ինչ-որ այլ զգացմունք դեպի ինձ, իսկ ես վերաբերվում եմ իրեն ընկերական, ես չեմ ուզի գոնե իմ Սերգեյ ընկերոջը ինքը կորցնի իր կյանքում։ Ես կարծում եմ ես լավ ընկեր եմ, գոնե որպես ընկեր կարող եմ իր կյանքում լինել, իսկ ես այդ անցումները շատ լավ եմ միշտ կարողանում անել հարաբերություններում, ավելի հանգստացնել զգացմունքները ու ասել, որ ես կարող եմ լինել լավ ընկեր։ Կարծում եմ գլուխ կհանեմ, ինչպես միշտ հանել եմ գլուխ։ Իսկ քո շրջապատում քո կյանքում առաջի Իլոնան ես եմ։ Էլի կա Իլոնա։ Վայ Աստված, Իլոնա, դադարեցրու այս կատակերգությունը։ Որ դեմ շփվել եմ, ոչ, այո, առաջինն ես։ Ինչ։ Ուրիշ ոնց, ձենտետ։ Չէ, ընդեղ կանգնած Իլոնան էր տեսել։ Բայց ինչ գիտես իրան տան Իլոնա։ Գիտեմ, որ իրան Իլոնա է ու այնտեղ կանգնած ես տեսել, հա։ Ոսո շփվել եմ առաջի Իլոնից։ Ուրախ ես այդ առիթով։ Հետաքրքիր պատասխան։ Ուրախ ես այդ առիթով։ Այդ առիթով դու պետք է ուրախ լինես, ոչ թե ես։ Հա, լավն է։ Հա։ Լավն է սպայքից։ Ոտե, տակնայ։
Աչքեզ մեջտեղները նայի։ Ես կուզեի պարկուրով զբաղվեի։ Համարցակ ես։ Կզբաղվեի պարկուրով։ Չէ, հիմա չէ։ Ոստի։ Ո՞նց չէ։ Սերգեյ, թող։ Թող, Սերգեյ, թող։ Վերջացավ։ Գնահատեք։ Ես ընդհանրապես չէի տեսել, ես ինչ թիվ եմ պահել, ես մտածել էի, որ Արմանին 3 է իր հետ ժամադրության, գնահատելու էի 5, որովհետև Սերգեյին առաջի երբ որ տեսել եմ, ես իրան բարձր էի գնահատել, ոնց որ այս դրա որոշեցի, որ լավ, Արմանին բարձր գնահատեմ, Սերգեյին հաջորդ 4-րդ թիվը գնահատեմ, բայց պարզվեց, որ իմ մոտ 3-ն է, ասենց բոցել եմ այդ թղթապանակը ու նայում եմ, որ 3-ն է, որ չի ուզենա բնականաբար տենց լիներ, բայց ամեն դեպքում սենց ուզում եմ ասեմ Սերգեյին, որ ինքը իրոք անգամ սենց շփվելով հասկացա, որ ինքը մնում է 5 թվի մեջ, ոնց որ 5-ը հաստատ իրան էի տալու։ Քարտապանակումս մնացել էր մեջտեղի թվերից մեկը, 3-ը։ Բայց չէ։ Ես հանձնել եմ գնահատական այլ ընտրանք չունենալով, բայց ես արդեն 2 դեյթ առաջ բնականաբար մոտավորապես արդեն բալանսավորել էի ում ինչ միավոր է գնելու ու ամեն դեպքում ես ընտրել եմ այս գնահատականը, որը թողնում եմ իրան։ Առնվազն 3 ես ընտրել եմ, որ 3-ը պահում եմ Իլոնային։ When I'm with you, I'm missing parts of me. Oh, it's true, but I lose myself in you. Lose myself in you. Hola. Hola, chao. ¿Cómo estás? Muy bien. ¿Y tú cómo estás? Bien, Դե ինչ, իսպանական դեյթ ենք ունենալու։ Սպասում էի մեր այս հանդիպմանը։ Անկեղծ տեսել։ Հա։ Իսպանիան եղել է իմ առաջին երկիրը, եվրոպական երկիրը, որ գնացել եմ 10 քանի տարի առաջ, արդեն չեմ էլ հիշում։ Առաջին իսկ հայացքից սիրահարվել եմ ու հետո արդեն ամբողջ աշխարհը շրջագայելով մեկը կարծիքս չեմ փոխել։ Հիանալի, արդեն սկսվել է թեման Իսպանիայով, ես կարծում եմ, որ իսպանական կրքոտ դեյթ եմ սպասվում։ Ինչ կպատմես, օրինակ, հետաքրքիր sense ամենատպավորված բանը որն է Իսպանիայից։ Որպես այդպիսին, նախ առաջին անգամ որ գնացինք, ոչ մեկ հետս չկար եկող, հասկացա, որ եթե սպասեմ ինչ-որ մեկը հետս գա, տենց էլ չեմ գնամ։ Ու հենց առաջին իսկ անգամ գնացել եմ մենակ, որ չեն հավատում, ոնց մենակ գնացել ես Իսպանիա, ասում եմ, հա, վերցրել էի տուր, ու պրիտոմ տուրը վերցնելուց շատ հոգնած, գնացի մտա տուրագենստվա, ասի բարև ձեզ, ինձ ուղարկեք մի տեղ, որտեղ, ասում եմ էական չի, դե ասում եմ գոնե ուղղություն տուր էլի, ուր ես ուզում գնաս, ասում եմ միևնույնն է, ասում դե լավ, դե մի բան ասում եմ դու ուր կգնայիր, ասում եմ դե երևի Իսպանիա, Իտալիա, ասի Իսպանիա, այս հենց եմ որոշել։ Առաջարկում խմենք։ Գեղեցիկ։ Արի սենց անենք, առիթով, դեյթով, բայց չմոռանանք, որ այսօր իմ բախտը բերել է ու համընկել է քո ծննդյան տարեդարձը եւ մեր դեյթը։ Անկեղծ իմ բախտն է բերել, որ անկեղծ ծնունդ չեմ ունեցել, երբեք նշ եղել, որ իմ ծնունդի օրով դեյթի լինեմ, այդ անկեղծ եմ ասում։ Այս իմ առաջին ոնց որ դա որ էйֆորիայի մեջ եմ։ Սենց գեղեցիկ աղջկա հետ, գեղեցիկ վայրում, սիրելի Երևանում, բարձր կետում, չգիտեմ ինչ ասեմ։ Արի սկզբից Աչքերդ համադրել ես ամպերի հետ, ավելի ճիշտ ամպերն են համադրվել աչքերիդ հետ։ Ապրես շատ անակնկալի համար։ Ինչի մասին է խոսքը։ Տոմայի դեյթը ահա որ հետաքրքիր է անցել, ահա որ անկեղծ զրույց ենք ունեցել։ Ահա որ տպավորված եմ, տենց ինքը անակնկալ մատուցեց, ծնունդս այսօր շնորհավորեց, տորթով։ Ես ուզում եմ քեզ բարեմաղթանք ասել։ Մենք բոլորս
մեր մեջ մի հատ փոքր երեխա է ապրում ու մենք մի հատ նաևնի բան ունենք, շատ ժամանակ կամ թողնում ենք ինքը գլուխ բարձրացնի, մեկ չենք թողնում եւ այլն եւ այլն։ Ու մենք հաստատ ես տենց մարդ չեմ ճանաչում, ով չունի, ով որ ասում է որ չունի, ուրեմն լավ չգիտի, ինքն է դեռ չգիտի որ ունի, բայց մենք մեր հոգու խորքում պահած երազանքներ ունենք։ Ու ես շատ ուզում եմ, ի սրտե կամենում եմ, որ քո այն շատ խորեն, տենց թոքուն, տենց ամուր պահած, պուպուշ տեղում պահած երազանքդ շատ արագ, շատ ավելի լավ, 10 անգամ, 100 անգամ ավելի լավ ի կատարածվի։ Ապրես շատ։ Թող ինքը սկզբից դառնա նպատակ ու ոնց որ ասեցինք շնորհակալ եմ շատ, ապրես։ Ես էլ եմ Արմանի բարեմաղթել, որ ստադիոններ լցնի, միջազգային տուր ունենա համերգային։ Ապրել եմ Բարսելոնայում, մոտավորապես 3 տարի, այնտեղ սովորել եմ, ասես դպրոց եմ սովորել, բայց հիմնականում իմ Բարսելոնայի կյանքը անցել է Լորետ դե Մարում, Կոստա Բրավայում։ Այդ ինքը ավելի ոնց որ սենց կուրորտնի տեղ է։ Սենց Կոստա Բրավայի ամենասիրուն ծովափը, ամենամեծ ծովափը ու ամենատես տուրիստические դիսկոտեկաները, կլուբերը բան։ Սա ոնց որ Բարսելոնայից բան բոլորը գալիս էին տարբեր երկրներից այդտեղ հանգստանալու։ Տարիքային տարբերությունը այո ինձ խանգարում է, ես լուրջ չեմ վերաբերվում ինձնից փոքր տարիքով տղաներին, թող ինձ ներեն բոլորը, այդ ի սկզբանե ոնց որ դրված բան լինի, չեմ բացառում, որ հայո միգուցե ինչ-որ մեկը լինի տարիքով երիտասարդ ու այո ինձ հետաքրքիր լինի իր հետ շփումը, ես տարիքային տարբերությունը չնկատեմ եւ այլն, բայց երբ որ նախապես գիտես, որ քեզնից այդքան տարիքով փոքր երիտասարդի հետ գնում ես հանդիպման, ավտոմատ ուրիշ ոնց որ ընթացք է ստանում այդ ամեն ինչը։ Իմ հետ ուղղակի ավելի հեշտ է իմ համար, ոնց որ ավելի ինձանից տարիքով մեծ աղջիկների հետ շփումը ստացվում, քան տարիքով փոքր կամ ինձանից իմ հասակակից աղջիկների հետ։ Հետաքրքիր հարց առաջացավ մոտս։ Երբեմն մտածել ես օտարազգի կին ունենալու մասին։ Բնականաբար մտածել եմ, ու սենց ասեմ շատ սենց վաղ հասակում, մոտավորապես երբ որ ոնց ասեմ, վաղ հասակում ունեցել եմ ընկերուհիներ տենց օտարազգի ու այդ ժամանակ ես նույնիսկ մտածում էի, որ հայ աղջիկների հետ ես չեմ կարող շփվել։ Ու այն մենտալիտետի միշտ բախումներ եմ ունեցել հայերի հետ, այսինքն այն ինչը որ իմ համար եղել է նորմալ, այդ նորմալ չի եղել Հայաստանում։ Տարբեր ազգերի ընկերուհիներ ունեցել եմ, անկեղծ շփվել եմ բոլորի հետ, չգիտեմ, բայց մեր հայ աղջիկները պալիվումը ուրիշ են։ Հա, ես ուզում եմ հենց այս արդյոք խմեմ մեր հայ գեղեցկուհիների կենացել բոլորը անկեղծ մեկ ծաղիկ են մեր այս մեծ այգում։ Միանշանակ այս 10 օրը ինձ շատ ավելին է տվել, քան ես կարող էի պատկերացնել։ Տանում եմ շատ սիրուն պահեր, լավ ընկերներ ու ինչպես արդեն նշեցի, նոր տոմա եմ տանում ինձ հետ տուն։ Ես փոքր ժամանակ ոնց որ սկսել եմ պարել, պարն եմ շատ սիրել, ինձ միշտ պարի մեջ եմ տեսել։ Ու սպորտերով զբաղվել եմ, ձյուդո, ամենաշատը, ամենաերկար ժամանակը ձյուդոյով եմ զբաղվել։ Իսպանիայում եմ զբաղվել ձյուդոյով։ Չգիտեմ, բայց նենց ինչ-որ պերիոդ եղել է բնականաբար կյանքի, որ կոպիտ ասած հա դեպրեսիվ ինչ-որ մելանխոլիկ պահեր եղել են ու այդ ժամանակը իմ մեջ արտնացել տենց երգ գրելու, տենց էմոցիաներ արտահայտելու, կոպիտ ասած, այդ չգիտեմ, տենց զարգացել իմ մեջ, որ տենց ուզեցել եմ դուրս բերեմ մի ձև հանգստանալ, որտեվ պարերով չէի կարողանում, որտեվ չունեի այդ կոպիտ ասած ինչքան էլ երաժշտություն լսում էի, մեկը իմ մեջ այդ ամեն ինչը չէր արտնացնում։ Ու այդ ժամանակ սկսեցի բանաստեղծություններ գրել, ճիշտն ասած հիմա չեմ հիշի, ինչ բանաստեղծություններ եմ գրել այդ ժամանակ, բայց հետո բանաստեղծություններից հետո հասկացա, որ իմ գրած բանաստեղծությունների մեջ նոտաներ եմ տեսնում։ Ես զգացի այդ նոտաները ու հասկացա, որ այսինքն երգը նույն ինքը, երգի բառերը նույն բանաստեղծությունն է, ուղղակի մեջը կան նոտաներ ստալի ավելի գեղեցկացնում ես այդ ամեն ինչը։ Ու տենց սկսեցի արդեն երգեր գրել, թեթևացա այդ մելանխոլիկ վիճակից, դեպրեսիայից կոպիտ ասած դուրս եկա, հասկացա, որ իմ հոբին է սա արդեն։ Այս պրոյեկտից ես ստանում եմ, որ հասկացա, որ այդքան էլ ես ինքս ինձ չեմ ճանաչում ու այս իմ համար ոնց որ շատ հետաքրքիր կարող եմ ասեմ փորձություններ, չգիտեմ, աղջիկների հետ շփում բնականաբար շատ եմ ունեցել, ահա որ շատ եմ ունեցել, բայց չեմ հանդիպել նենց աղջիկների,
ում հանդիպել եմ այս պրոյեկտում։ Օրինակ ես մարդկանց գույներ եմ տեսնում։ Ամեն մարդ իմ համար մի գույն ունի, թե իմ ընկերները, թե շրջապատը, թե դու, թե մեր մնացած աղջիկները, չգիտեմ։ Դավայ, արի տեսնենք հետաքրքիր ով ինչ գույն ունի։ Չէ, ոչ թե ով ինչ գույն ունի, դու քեզ ես բաց երկնքի գույն եմ տեսնում, այդ չգիտեմ այդ կարող է աչքերը տնից ստիպում, չգիտեմ։ Բայց ես մի հատ տող հիշեցի իմ գրած իսպաներեն երգերից, մենակ այդ մի տողը ասում «Tus ojos son como dos diamantes», այսինքն քո աչքերը ոնց որ երկու դիամանտներ լինեն, բրիլյանտներ լինեն։ Շատ սիրուն էր։ Ասում ես դիամանտես։ Ասում է դիամանտես։ Ասում է դիամանտես։ Դոմադո ադամանտես։ Իսկ դու քեզ որ գույնի հետ ես ասոցացնում։ Ես ճիշտ ասած մի քիչ ավելի, մոտավորապես 4-5 տարի առաջ ինձ դեղին էի տեսնում։ Վաու։ Չգիտեմ ինչի հետ կապված, միշտ sense դեղին էի պատկերացնի, որ հա, չգիտեմ, երևի նոր այն որ sense ակտիվ կյանք էի սկսել, չգիտեմ, ավելի sense ուրախել տենց այդքան դժվարություններ չէի տեսել կյանքի, որովհետեւ դրա համար sense ավելի ինչ որ բան։ Իսկ ինչ էր խորհրդանշում ըստ քեզ։ Գիրք, էներգիա։ Չէ, էներգիա, ուրախություն, չգիտեմ, սեր կյանքի հանդեպ։ Շատ լավ։ Այդ էր իմ համար ինձ զուտ դարդուցավ չունեի կոպիտ։ Հասկացա։ Փաստորեն դարդուցավ չունենալը դեղինն է։ Իմանա։ Փաստորեն ես որ դեղինը չեմ սիրում, ուրեմն սիրում եմ դարդուցավ։ Չէ, լավ, պետք է դեղինը փաստորեն շատացնել մեր կյանքում։ Լավ, իսկ հիմա։ Իսկ հիմա տենց ավելի մուգ գույների մեջ, որովհետև sense մի քիչ խառնա ավելի մոտ տվորչեսկի կյանքա, չգիտեմ։ Դժվարություններ բնականաբար շատ կան, որոնք բնականաբար հաղթահարելի են, քանի որ չկան դժվարություններ անհաղթահարելի։ Ես այսօր կարմիրն եմ սիրում, եւ ոչ միայն այսօր, միշտ սիրում եմ այս գույնը։ Իսկ դու քեզ ինչ գույնի հետ ես ասոցացնում։ Ես սև եմ իրականում, ոչ թե ասոցացնում եմ ինձ այդ գույնի հետ, այլ այդ գույնի հետ շատ կոմֆորտնի եմ։ Մի տպավորություն է, որ այդ գույնը ստեղծվել է իմ համար, բայց փորձում եմ ռազմաբրազիա մտցնեմ կյանքումս։ Իսկ ինչ վերաբերվում է գույներին, հետաքրքիր է, որ ինձ հնարավոր բոլոր գույների հետ ասոցացրել են։ Այն ասում եմ աբսուրդ է, բայց փաստ։ Իմ կարծիքով ինձ կոնկուրենտ չկա։ Ոչ եղել է, ոչ էլ կա այս պահին։ Պրոյեկտի մասին եմ ասում, չէ՞, նենց Մոնիկա Բիլուչին ֆակտ իր տարիքում ինձ կոնկուրենտ է։ Եթե Լուսնյակը լիներ իմ հետ մրցակից, կունենայի կոնկուրենտ, եթե Լուսնյակը չի իմ հետ մրցակից, ես չունեմ կոնկուրենտ, օրինակ։ Նու ամեն մարդ տենում այն ինչ որ իրան է հասու, հա, սենց ասեմ, կամ տեսնում այն ինչ որ ուզում է տեսնի։ Իսկ ես տեսակով տարբեր եմ։ Դու ունեմ ծայրահեղությունից ծայրահեղություն ընկերներ։ Մի հատ շատ ունիկալ մեմ կար Instagram-ում տարբեր ֆիլմերից տարբեր կերպարներ են նստած իրար հետ կապ չունեցող, տակը գրած է, ես եթե կանչեի իմ բոլոր ընկերներին ծնունդից, իմ մոտ այդ վիճակն է։ Տարիքային ծայրահեղ տարբերություն, ինձնից տարիքով շատ փոքր, ինձնից տարիքով շատ մեծ ու մինչև տարբեր մասնագիտություններ ու տարբեր տեսակների տեր մարդիկ։ Ու ենթադրում եմ, որ իրանք տեսնում են իմ մեջ այն, ինչ որ ուզում են տեսնեն կամ ինչ որ իրանցա պետք, լավ, սենց ասեմ, հա։ Հա, մի բան էլ էի ուզում, կիսատ թողեցի։ Այսօր լիքը շնորհավորանքներ ես չէ ստացել բոլորի կողմից։ Այդ սաղ գումարի իրար բազմապատկի հարուրի, հենց մի հատ շնչի, արտաշնչի ու ուղարկի վերև։ Բաց թող գնա։ Հալելույա։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Ամինո պատրես։ Ապրես շատ։ Դե երեխեք ջանք, գնահատեք իրար։ Ցավոք, շատ ցավոք Արմանին բաժին հասավ ոչ ու փուչ եղած մեկը, բայց Արմանը 1-ից 6 բալային սիստեմով արժանի էր 10-ի։ Ճիշտ է, մի գնահատականով եմ գնացել, որը ես չեմ ընտրել։ Բնականաբար Տոման արժանի չէր երկրորդ գնահատականին, այսինքն համար 2-ին։ Իմ մոտ ոնց որ մնացել էր 2-ը։ Տոման բնականաբար արժանի էր ավելի շատի, չգիտեմ 4-5 6 չի, որովհետև ինքը հարաբերություններում լիդեր է, ես էլ լիդերսկի բաներ ունեմ,
հաստատ իրար հետ յոլա չեն գնայում կարծիքով երկար ժամանակ, բայց Տոման կարա իմ համար շատ լավ ընկեր կյանքում, որովհետև ընդհանուր լիքը բաներ ունենք, աշխարհայացքը, կոպիտ ասած մտածելակերպը մեր մոտ ինչ որ ճյուղով համընկնում է իրար հետ, չգիտեմ։ Խնդրեմ աննար ջան։ Շնորհակալություն։ Ոնց ես։ Այ, լավված։ Էմոցիոնալ։ Միանշանակ։ Նկատել ես, որ այս վերջ երկու օր էմոցիոնալ ֆոն կա մեր մոտ։ Հա, ընկերական, էմոցիոնալ, ինտրիգային։ Ինչ ինտրիգ ես նկատել։ Իբր դու չես նկատել։ Ինչ ես նկատել։ Դե ես աշխատում եմ ուրիշի անձնական թեմաներ չբարձրացնեմ։ Հա, անձնական ինտրիգներ ես նկատել։ Կա, հա։ Դու չես նկատում։ Դες կոնկրետ չէ։ Okay։ Իսկ միջ անձնական, թե Давай դրանից չխոսենք։ Լավ, իսկ տղա, թե աղջիկ, թե աղջիկ։ Ինչ հարցեր ես տալիս։ Չէ, ինտրիգը։ Ժամադրությունը տղաների մեջ, հա, ժամադրության ինտրիգ։ Այո, ժամադրությունից զույգեր ձևավորվելու ինտրիգ։ Ինչպես։ Զույգեր ձևավորվելու ինտրիգ։ Այո։ Իսկ երկու աղջիկ մի տղայի հավանեն։ Թե երկու տղա մի աղջիկ։ Հա, տենց կա, տենց բան։ Դե լավ, գաղտնիքներդ բացի, վերջը։ Իմ գաղտնիքները չեմ, ես որ գաղտնիք ունենա, հիմա հաստատ իմանալու եմ։ Հա, քեզ ասել եմ, խնդրել եմ, որ չասես։ Չէ, ինձ ոչ մեկ չի խնդրել։ Ես ուղղակի, հա, նկատում եմ, բարձրաձայնում եմ, բայց միայն, այո, կարոտելու ես այս պահերը։ Հա, ոնց չէ, արդեն կարոտում եմ։ Իսկ ինչ ես տանելու այստեղից։ Լսի, առաջինը հիշողություններ, ընդհանուր հիշողություններ, շատ ես էլի առիթ ունեցել եմ ասեմ, հիշողություններ ամբողջ կյանքի համար, ընկերներ եմ տանելու ու վստահ եմ էլի ամբողջ կյանքի համար են լինելու այդ ընկերներս։ Չէ, ընկերներ կարող է սերբել, չէ։ Դե տես, ես վստահ եմ, որ ամբողջ կյանքի համար եմ ընկերներ տանում, դե բնականաբար Աստծուց առաջ չընկնենք, բայց եթե ընկերություն է ձևավորվում, դու այդ նաստրոյով պետք է ընկերություն անես, թե չէ, պարզ է, չգիտենք վաղը ինչ կլինի, այդ տարբերակը ամեն դեպքում կա ու կա, էլի։ Շատ լավ է, որ դու ես ընկերական մարդ։ Դե հա, օրինակ, ասենք, չգիտեմ ինչ լինի, որ ասում է սատանական ջխուր կամ մի բան ասում է, ասենք Ալեքսի հետ ես հաստատ ընկերություն եմ անելու, էլի։ Արի գոնե մեր ժամադրության ժամանակ Ալեքսի չխոսենք, թե չէ հաստատ աստղայինը տանելու։ Ալեքսս շատ լավ տղա է, բայց ինքը իրան ցույց է տալի ամենատիպիկ ոչ ճիշտ հայկական կերպարով, որը իհարկե շատ զարմանալի է, բայց աղջիկների դուրը գալիս է։ Ես շոկի մեջ եմ։ Ոնց կարա կնոջը հաճելի լինի, որ իրան ասում են, աղջի լվեկած գնայս ինչ բան է արա։ Օրինակ։ Կամ թմբլոհը լե սենց արա, նենց արա։ Ոնց կարա տղամարդը իրան թույլ տա, կնոջ հետ տենց խոսա։ Չէ, ոնց։ Իմ համար դա շոկային է։ Ենթադրենք, օքեյ, Ալեքսնա չի հասկանում։ Ես այնքան հուսով եմ, որ իմ վերջի երկու հարցազրույցները Ալեքսը նայելու է ու ինձ զանգելու ասելու է, Անահիտ մի հատ կգաս իրար հետ խոսանք։ Ես շատ կուզեմ։ Ես շատ ասելու բան դեռ իրան ունեմ։ Բայց եթե ինքը պատրաստ չի իմ հետ խոսալու, ես անիմաստ խոսքերս չեմ փռելու իր առաջ։ Կարանք խոսանք, դե լավ է անելու, Ալեքսը վեսան տաղանթավոր կայֆա տղա է։ Հա, ես համամիտ եմ։ Ոչ միայն Ալեքսը, ասենք Արմանն է, սա, հա, սա հաթաթ անունները չտա։ Անկեղծ եմ ասում, շոկի մեջ եմ, թե ինչ մարդիկ են հիմա այստեղ, առաջի տպավորությունը ու հիմա այս վերջի օրերին այս էմոցիաներն ու տպավորությունը, որ կատեգորիկ տարբերվում են։ Լսի, Անահիտ ջան, դե вообще որ մարդուն տենում ես առաջի տպավորությունը, միշտ էլ քո ձևով մի հատ իր ըստ արտաքինի երևի հասկանում ես, բայց որ շփվում ես, էլ չասեմ, ինչքան է չէ փոխվում։ Էլ չասեմ կենցաղում ես շփվում, բնական է դա։ Սինուսոիդ։ Ես չեմ կարող մտնել նրանց հոգեբանության խորը շերտերի մեջ ու հասկանալ, թե ով ինչ է զգում։
իրար նկատմամբ, բայց ամենայն դեպս ես կարող եմ ասել, որ երկուսն էլ վայելում են միմյանց ներկայությունը այս պահին, դա երևում է։ Իսկ ինչ ես մտածում, կենցաղային խնդիրներ կան, խանգարեն, որ զույգը այդ սերը ընթացքում արի։ Սերը բալիբում մարելու է ընթացքում, սերը չէ, սիրը։ Մի գնահատական ամենացը չեմ գաղափոխեմ, այդ արտահայտությունը չանես։ Կարոնք զանգենք, ես վերցնենք։ Եթե ճիշտ մարդա քո կողքին, սերը երբեք չի կարա մարի։ Դու գիտես այդ ինչը, հա, ունես այդ փորձը։ Ես ինձ էքսպերտ խոսում եմ, բայց չունես այդ փորձը։ Ես ուղղակի շատ լավ արդեն ինքնագնահատականը բարձրացել է, շատ լավ է լուծաբան եմ, հոգեբան։ Ես վստահ եմ մի 6-7 տարի հետո մի քիչ ուրիշ ձև կմտածես։ Սերը մարում է։ Սերը չի մարում, սիրարվածությունն է մարում, այն սկզբնականն են կայծն է մարում, կայծը լուցկու նման բան է, լուցկին ոնց է, բոց է, հետո շատ շուտ է հանգում է։ Հետաքրքիր է այն է, որ մեր աշխարհայացքը, մեր պատկերացումները, հարաբերությունները շատ տարբեր են, բայց ես զգում եմ, որ ես ինչ խոսում եմ, Հակոբը հասկանում է ու լուրջ է այդ ամեն ինչին վերաբերվում։ Ես գիտես ինչ եմ մտածում, որ իսկական սերը դա երբ դու մարդուն տենում ես ոչ թե մի անգամից սիրտը սկսում արագ բաբախել, դա չի իմ համար սկիզբը իսկական սիրո։ Համ պատմի, համ չկսնենք։ Ես շատ եմ լսում։ Իմ համար երբ հանդիպում ես քո կողակցին, դու ընդհանրապես գաղափարել չունես, որ ինքը կարա լինի քո կողակիցը։ Ընթացքում այդ ամեն ինչը ձևավորվում ու ինձ թվում է ամեն ինչ կամաց գնում առաջ, իսկ եթե միանգամից ինչ-որ մեկին տեսնում ես արտակնապես կամ ինչ-որ շարժուձևով ու ինքը միանգամից գերում է ու դու խառնվում ես, բուրըն սենց էմոցիաներ ես ապրում, ու ինձ թվում է, ու ես ինչ-որ միտեղ հիշում եմ, կարծեմ կարդացել եմ, որ դա հուշում է մեր տրավմաների մասին։ Հա, կարա լինի։ Так что? Հա, կարա լինի։ Պետք է առաջին էմոցիաներով չխաբնվենք։ Ընդհանուր թեմաներ կար, մի քիչ հասկացողությունների մեջ էր տարբերությունը, դա էլի դա տարիքային է, մեկը պետք է ասեմ։ Շատ ազնիվ տղա է, ուղղակի իր բնավորության մեջ, իր դրվածքի մեջ լիքը հատվածներ կա, որ ինքը տարբերակում է կինը ինչ պետք է անի, տղամարդը ինչ պետք է անի։ Ինքը եթե դա այդ ամեն ինչ վերանայի դա մոտ աշխարհայացքի դա լայնացնի, իդեալական ընտանիքի ամուսին կարա լինի։ Շատ լավ մարդ է Հակոբը։ Տարբեր բնավորության, տարբեր ինչ-որ ռասայի դաժե, սիրում եմ մարդկանց հետ շփվել, ծանոթանալ, լսել իրանց, որտեղ ամեն լսելուց կարող է։ Ես կուզեմ այստեղ ցիտել մեր Արսեն Գրիգորյանին։ Սիրելիս, ես քեզնից շատ բան եմ սովորել։ Վախ, սիրելիս։ Ինձնից է խոսում, հա Հակոբ մի րոպե սպասի, էլի խնդրում եմ։ Շատ ուրախ եմ, որ այս պրոյեկտում քեզ ճանաչել եմ ավելի մոտ։ Այս իմ խոսքն է։ Հա, քեզ էլ ասել, թե դու ես։ Ես եմ հիմա իրան ուղում այս խոսքը։ Հա, շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ ու քո էներգետիկան։ Արսենի հետ ես խոսում, թե իմ հետ։ Ես Արսենի հետ եմ խոսում։ Փոխվենք տեղերը։ Լավ, արի անցնենք մեր ժամանակ։ Ես դեմ չեմ։ Դե թող գա, ես էլ պրինցիպի, եթե դու դեմ չես։ Վերջին ժամադրությունն է։ Չէ, Հակոբ ջան, ոյ։ Հակոբ մի խանդի, խնդրում եմ, լավ բան ասում, թող ասի։ Ինձ առաջի անգամ տեսա ոնց ես պատկերացրել, հետո ոնց ես, մի 4 օր հետո ոնց ես պատկերացրել։ Պատասխանս անկեղծ լինելու միգուցե նեղացնեմ։ Ձև չկա նեղացնես, ասա, 100% չես կարող նեղացնես քո պատասխանը։ Վելի ուզում եմ իմ մասին քո կարծիքը կարա։ Առաջինը մտածեցի ես հասուն մեծ մարդիկ ինչ գործ ունեն այս պրոյեկտում։ Ինձ, հա, հենց ինձ, հա, հասկացա։ Քեզ գարնիկին։ Էլո։ Մեծերից։ Հետո իմացա, որ Ալեքսն էլ տարիքով մեծ, սկզբում չէի իր արտաքինից չէի մտածում։ Չի երևում։ Հա, բայց հետո բոլորը տարբեր կողմերով բացվեցիք։ Բա հետո 4 օր հետո։ 4 օր հետո, չէ, 4 օր հետո չէ, առաջին օրվանից հետո հասկացա բոլորիդ։ Բա 4 օր հետո չփոխվեց այդ կարծիքդ։ Կարծիքս չփոխվեց, այդ կարծիքս կատարելագործվեց ավելի։ Լսի, բա զույգեր կձևավորվեն։ Կարծում եմ հնարավոր է։ Ոնց ես զգում, հա։ Հա, հնարավոր է։ Բայց ես այդքան էլ կողմ չեմ այդ զույգին։ Կներեք։ Ես զույգ ասվածին ուրիշ կերպ եմ վերաբերվում, դա ինչ ես պատկերացնում եմ, դա իրանց համար միգուցե երջանիկ լինի, իմ համար դա այլ է։
ամենտեղ ունի իր ոնց որ վարքագիծը ինձ թվում է։ Հիմա եթե ես անծանոթ աղջիկներ եմ տեսել, ես չեմ սիրում գնամ իրանց մոտ ինձ ցույց տամ, սկսեմ խոսացնել, հումորներ անեմ, որ աշկին գնամ։ Իմ մոտ դա քո տարիքում կարողա կար։ Որ ես քո տարիքում եմ կար, բայց անցել է ուզում եմ ասեմ իմ մոտ ու տենց շատ լավ է որ անցել է, տենց մի անգամ էլ եմ ասել։ Իսկ ինչ ես մտածում մեր մնացած մասնակիցների մոտ դա կա, անցել է թե տարբեր են, Անահիտ ջան, տարբեր մարդիկ են։ Ու ինձ բեսամ դուր է գալի որ շատ։ Իսկ ով է ամենաշատը քեզ նման արժեքներից։ Հա, տղաներից։ Թեկուզ եթե աղջիկներից ինչ-որ մեկը կա։ Նման արժեքներով։ Հա, հասկացա։ Այ հասցրել եմ ինչ որ բաներ չխոսալով լսել։ Միկան շատ լավ հետաքրքիր մարդ է։ Չէ, ինքը հստակ արժեքներ ունի իր դրած ու այդ արժեքներով, այդ արժեքները իր մոտ սաղ կյանքի համար է, իր մոտ չի փոխվելու։ Ոչ մի իրավիճակ, ну չգիտենք դե հետո ինչա լինելու, բայց դե համենայն դեպս այդ նաստրոյով ինքը ապրում է, որ ու вообще որ մարդ արժեքներ ունի ու այդ գաղափարներ ունի ու տենց է ապրում, ինքը տենց լավ նշան է։ Դրական է, ամեն մեկս գտել ենք տղաներից օրինակ մեզ համար լավ ընկեր։ Տղաներից ասեմ, դե ես ասեցի Ալեքսը օրինակ, Ալեքսի հետ ես ինձ առաջի օրվանից շատ լավ եմ զգում։ Էլի խոսակցություն տանում ենք բեմայլի Ալեքսին։ Ինքը ամեն անգամ ես հարցրեցի, բայց Ալեքսյանն Դե ում ասեմ, Գառնիկը։ Լավ, Գառնիկին։ Այսպես Գառնիկի անունը դա։ Գառնիկը իմ համար կարող է Գառնիկը, Գառնիկը, всё։ Շատ լավ զրուցակից է, շատ լավ ինտելեկտուալ մարդ է։ Թույն ծիծաղ ունի, վարակիչ ծիծաղ։ Ես ուղղակի հիանում եմ իր մարդ տեսակով։ Հասցրել ես ճանաչել։ Հա, ես որ հարց էի տալիս ճանաչելու հետ կապված, որ դու խուսափում ես պատասխաններից, ես հասցրել եմ ճանաչեմ ու չեմ խուսափել, ճանաչելու հետ կապված, ում ես հասցրել լավ ճանաչես։ Չեմ խուսափել, ասել եմ չեմ հասցրել։ Ու կարծում եմ քիչ է 7 օրը մարդուն ճանաչ։ Կարաս դու մտածես որ հա, всё, ճանաչում եմ, բայց դե մի օր ասենք հետը գնաս Մոսկվա մի հատ գործով հետ գաս, ասենք ավտոյով, հասկանաս որ չէ, այս մարդուն ես չէի ճանաչում։ Իմ համար ֆավորիտ կերպար տղաների Արմանն է, բայց ինձ թվում է կարող է ավելի բարձր միավորներ ունենա Սերգեյը կամ շատ զարմանալի է Ալեքսը։ Աղջիկների մեջ մտածում եմ բարձր միավորներ կարող է ունենալ ես ու Տոման առաջի երկրորդ տեղերում։ Աղջիկներից երևի Անահիտը, որ ես վերջում իմ հետ էր։ Տղեկից Ալեքսը կամ Արմանը։ Մենք ուրիշա, որ մենք համատեղ ապրել ենք։ Զգացմունք մեկի հանդեպ։ Մեր պրոյեկտի շրջանակներում համակրանք դու ինձ հարցրեցիր ինչ տիպի զգացմունքի մասին Դե դու ինձ հարցրեցիր ես ասեցի հա չէ բայց դու ինչ զգացմունքից էիր խոսում դու խոսում էիր հանգիստ զրուցակցի մասին Վիկտորիայի մասին չէ չէ դու առանձին տեղ հարց տվեցիր որ ես համակրանք ունեցել եմ ինչ որ մի հատ աղջկա բան հիմա նույն ձևի դու տղային է պատասխանի համակրանք որպես այդպեսին չի եղել, որովհետև չէ, բայց որովհետև տեսակային, չգիտեմ, մտավոր արժեքներով եւ ամեն ինչով ես չեմ գտել այնպիսի մարդու, որ մտածեմ մենք համապատասխանենք։ Այստեղ պրոյեկտի շրջանակներում։ Բայց գտել եմ ինձ իմ արժեքներին համապատասխան լավ ընկերներ, ում հետ հնարավոր չի մենք չշարունակենք կապը։ Նույնիսկ ես իրենց ծնողների հետ եմ արտաշփվում։ Չասենք մի հատ անսամբ բան չլինի, չէ՞։ Вообще մի բան մեկին գովում ես, մի հատ անսամբ թարս բան անում, այդպես բան կա։ Դե հա, պետքա վստահես բոլորին, իմ համար հաղթանակը դա գումարը չի։ Ես այստեղ ունեմ, այստեղ ստացել եմ այնքան դրական էմոցիաներ, մեկը այն թե իրոք եմ ասում, ինձ թվում է հարցազրույցներում աղջիկներն էլ խոսացած կլինեն, որ նույնիսկ աղջիկները ինձ շատ են սիրում, ինչի, որովհետև ես կնոջ հետ շփվելու տակտիկա գիտեմ, ես լավ խորհրդատու եմ, հասկանում եմ, կարդում եմ մարդուն ու ինձ էս պետք, չգիտեմ, սա երևի իմ առաքելություններից մեկն է, բայց եկա, ինձ թվում է, եկա տեսա հաղթեցի։ Դե ինչ, անցնենք քվեարկության։ Հա, խոսակցությունը այնքան շատ չմտածես։
Հա, շատ ունեմ, ճիշտն ասած, շատ ունեմ այստեղ տարբերակներ։ Ես ասում եմ, մեր մասնակիցները ներքին ինչ-որ ժամացույց ունեն եւ իրենք հասկանում են, որ իրենց հատկացված սահմանափակ 30 րոպեն արդեն տուկ թակում է նրանց դուռը եւ նրանք պետք է այժմ տան այն միավորները, որոնք մնացել են իրենց մոտ։ Այսօր նրանք չունեն ընտրության հնարավորություն։ Հակոբի հետ ժամադրության գնացել ենք վերջինը ու մնացել էր իմ մոտ մեկ գնահատականը իմ համար դա սիմվոլիկ թիվ է եղել ուղղակի հաստատ մեկի արժանի չի մեկի համար Հակոբը շատ ավելին է Տեսար ինչ դուս եկավ, հիմա դուս է գալի ամենավերջի դեյթը մերն է, դե արի ու դիմացի։ Դեյթերի փակումը մենք ենք։ Ոնց անցավ է սաղ 5 դեյթերը մինչև հիմա, արդեն մի տեսակ սես պրոֆեսիոնալ դարել են Լրիվ։ Դե հա, բայց մի քանի օրվա մեջ մի անգամ Դες իրականում հետաքրքիր, բազմաժանր, տենց էլի, դու ասա։ Դե իմ համար տենց բազմաժանրը որն է, բազմաբովանդակ Իմը շատ ինչ-որ սենց խառը գիտես երևի արդեն ընթացքում խոսում բան։ Քեզանից էլ ակարից դվել ես Որից ի՞նչն է իզանից գալի, հիմա ուզում ես անպայման մենք կրիվան։ Չէ, մենք իրար հետ կրիվ չենք անի, մենք հենց սկզբից էլ լեզու ենք գտել իրար հետ վաշետը։ Հետո դու ինչ-որ իրարության հետ սերուն ես, երգում ես եւ այլն։ Իսկ իրար հետ մենք խոսալու բան ունենք, ես միակն ես դու մասնակիցներից աղջիկներից, որ այսինքն ես կոնկրետ այս թեմա ունեմ, հետո կանենք ժամերով էլ խոսանք, այսինքն ինչ կոնկրետ երկիրարությունից եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ ես, արի մի քիչ դրանից խոսանք, հա։ Ինչ հաջողություններ ունես վավշե, ինչ ես փորձում անես, ինչ ստիլի երգչուհի դառնաս, չգիտեմ, եթե ուզում ես դառնաս։ Կոնկրետ երաժշտության մասին եթե խոսենք, ճիշտ ասած, այս պահին ինքը առաջնային պլան չի իմ կյանքում, բայց ես մտածում եմ այդ մասին ու կոնկրետ այս պահին ինչ-որ ծրագրեր կան որոշակի, բայց եթե սկզբից գանք, ամենասկիզբը սենց է եղել, որ երաժշտական դպրոց եմ ավարտել եւ վոկալի բաժին, եւ դաշնամուրի բաժին ու 7 տարի շարունակ երգել եմ խորում ու հա, Մլքյանի Ռոբերտ խորում եմ երգել ու Եվրոպայում լիքը համերգներ եմ տվել տարբեր, նույնիսկ Քրոմի պապի պատարակ եմ երգել 2 անգամ 15 թվականին, 16 թվականին Վատիկանում ու հետո խումբ եմ ունեցել երկար տարիներ Խումբ եմ ունեցել, հետո խմբից հետո զբաղվել ես այս ընթացքում այդ քո երգելու բան։ Խմբից հետո արդեն առանձին եմ սկսել ստեղծագործել, հիմա շուտով իմ 2 երգերը կհելնեն։ Շատ լավ, արդեն ընթացքի մեջ են այսինքն։ Բայց համել ես գիտեմ, տենց ռեպ ես կարդում, այդ դրա մասին թեթև խոսացել եք, ըստ ինձ ես անկեղծ եմ ասում, շատ լավ է քո մոտ ստացվում։ Ապրես։ Իսկականից շատ լավ է, ես մի տեսակ լրիվ քոնն է։ Աշխատելու ենք մենք իր այդ նախագծից։ Իմիջիալուց ես հետս գիտար եմ բերել, որ նվագեմ ինչ-որ մի բան դու երգես, որ մարդիկ էլ լսեն քո երգը։ Հա, ինչի՞ չէ։ Հենց հավեսա ասա ոնց։ Դավայ հիմա սկսենք։ Հավայ։ Դավայ ով սիրուն։ Մի վարքան, ես էլ տենամ նորմալ կարող եմ նվագեմ այդ ով սիրուն։ Ով սիրուն։ Ով սիրուն Ինչու մոտեցա Սիրում եմ սենց դեյթեր Ինչու իմացա Միան մեր սիրով Ես քեզ սիրեցի Բայց դու անիրավ Դավաճանեցիր Միան մեր սիրով Ես քեզ սիրեցի Բայց դու անիրավ Դավաճանեցիր Ախ դուրպավ Նո դու վերագզնով
գադարեուլի դաբի արեբի արսվասվել է բեն արս միրավ է բեն եկ դա սաբունի շենիտ վալեբի Շատ ապրես, թույն Հիմա է դու Դե ես չէ, ես մի քիչ ունեց ամաչում եմ, արի դու ռեպ կարդա ավել լավ Չէ, դավայ դու Դավայ, դե եթե վրացել են, վրացել են Դավայ Գար կարողա բարերը խառնում, իսկ լավ չգիտեմ Մախինջիվա Մաբրաշ տվենտվիս Գարգատ խեբիս Հիմա ասեք, բանկ ասենք Շատ սիրում ժամադրություն Ոլո չեն ես կենացվալ է Նարցիվի բիմու Բրաշտվենտվիս Գարգատ խեբիս Կենացվալ է Ոլո չեն ես կենացվալ է Ես կանեմ, բայց խարում եմ դաժը Ոյ, շոքավեցի Բայց խտրում եմ, մի հատարի դուր ռեպ կարտա ու վերջ էլի Այրեխեք շատ լավ մեկ, ապրեք Գնաց? Սպաս ինչ ենք երկում Չգիտեմ, ինչ ռեպ կասես, չգիտեմ 3 երրիկ Տիկնիկները Դավայ Մտնես հետս, դևանց Դու մտնի դեր Ամեն գիշեր ժամուղիղ 12-ից հետո արթնանում էին բոլոր տիկնիկները հերթով ինչ որ բան էին խոսում, գոռում, քննարկում, որ այդտեղից փախնեն ու գտնեն մի նոր տուն Օրինակ հեռանան իրանց է պետք չի բեմ, իրանց ապագան է ստեղ չի դեմ նա ու մեջներից բուրատինոն հակարծեմ նա Գորած մալվինա, քիչ մացավինա Վենտի պես հիրում էր փայտե մարդը տիկնիկին ուզում էր նրան դարձնել իր փայտե տանտիկին բայց թատրոնում էլի տիկնիկներ կային որ այդ նույն բանը շատ կուզենային օրինակ Ալադինը դրճող խալիով կամ էլ կշկավր կատուն ու էներգիով իսկ ինքը չուներ ոչ սի ոչ խալի շատ երկար քթով ու տխուր խաղալի իսկ Մալվինան սիրում էր համ խալի համ էլզի Ալադինը սիպո դեարի ու դիմացի իսկ Բուրատինոն որոշեց մի բան ինչ դրանք երկուսն էլ պիտի վերանան Դու միշտ վեր սիրուց է տիկնիկների որ օգնել են սիրելուց միայն հանունդերի հոգնել իրենց անուններից կուրիսներից նրանց սիրուց ոչ կա դու միշտ վերից ինչ որտեղից սիրուց է տիկնիկների որ օգնել են սիրելուց միայն հանունդերի հոգնել իրենց անուններից կուրիսներից նրանց սիրուց ոչ կա դու միշտ վերից Մենք աշկից խումբ ենք ապրես շատ դնում եմ իսկականից ես դեյթը դարով Ամերիկա Կեր ժամանեց համերգ Դեյթի համերգային ծրագիր Ապրել Թույն, արի խմենք քո կենացը, քո ձայնի կենացը ու աստա իսկական ես դու շատ հաջողություններ ունենաս Համենայն դեպս ես ինչքանով կարանամ ինչ որ դու ես անում քչից թե շատից ես քեզ շատ սաղ ուժերովս կօգնեմ Ապրես, բայց նույն հաջողություններից ես եմ քեզ մաղթում, որտեվ իսկապես դու շատ տաղանդավոր մարդ ես Սպա դու լդարի, հետո կջոկենք Իսկ այս մեր դեյթը դաժե որ տենան կարող կանչեն երկուսից համերգի կոնկրետ Դավայ Ես շատ ոգևորված եմ, ամեն ինչ շատ լավ անցավ եւ ընթացքը եւ մեր համերգը, որ տվեցինք Ալեքսի հետ, ընդհանուր ինձ թվում է փակումը հետաքրքիր ու սիրուն ստացվեց։ Հələ մի հատ արի խոսանք вообще մեր տանակից։ Ես sense քո տեսակը ես ոնց հասկանում եմ ավելի շատ կոպիտ ասեմ, շատ մի քիչ տենց աչքը քաշած, մի քիչ որ տնտղող տեսակ ես ավելի, ոչ թե ամեն ինչին խառնվող, էլի։ Դու ոնց որ տենց ավելի շատ наблюдательница Նա այդ տեսակի վերաբերյալ ասեմ ոչ թե աչքս քաշած եմ наблюдательным, չէ, ես շատ ակտիվ մարդ եմ իրականում, պրոստը այն տարածքներում, որտեղ ես շատ եմ լինում, կամ այն մարդկանց հետ, ում որ շատ լավ գիտեմ, այդ իմ սկզբնական փուլն է, էլի, որ ես կարող եմ մի քիչ քաշվեմ, մի քիչ ամաչեմ, բայց իրականում ես տեսակով ակտիվ մարդ եմ, ու երբ որ ընկերանանք, այդ ժամանակ իմ բերանը փակել չի լինի, ես անընդհատ ես հումորներ կանեմ, ինչ որ եւ ես ակտիվ մարդ եմ տեսակով Պրոստը հիմա մի քիչ քաշվում էի ճիշտ ասած ու չգիտեի ում հետ ոնց շփվեի, որտեղ ոչ մեկին չէի ճանաչում։ Իսկ այդ
մարդկանց ճանաչելու վերաբերյալ, ճիշտ ասած, իմ մոտ ամեն օր տարբեր կարծիքներ են փոխվել։ Ես ճիշտ շատ չեմ խորացել, ես փորձել եմ մաքսիմալ անկեղծ լինել, հանգիստ լինել, կոնֆլիկտներ չփնտրել, ինտրիգաներ չփնտրել, ուղղակի ինչպես որ կամ, բայց հասկանում եմ, որ ինչ-որ բաներ էր տեղի ունենում ու եթե նույնիսկ ինչ-որ փոքրիկ կարող է երևույթ լինի, որը հարուցի ինտրիգայի, ես այդտեղից պրոստը հեռանում եմ, որտեղ ինձ հետաքրքիր չեն այդ տեսակ բաները, անկեղծ։ Հասկացա։ Բայց մի հատ ինձ ուրիշ բան ասա, դու այդ ընկերականը այդպես տրամադրված ես եղել հենց ի սկզբանե, որ հենց այդպես ընկերական ինչ-որ միջավայր, իսկ դու գիտես ուր ես գալիս, չէ՞։ Հա։ Չէ, ուղղակի հասկացա, որ ամուսնու տեխնացու չկա, դարձավ ընկեր։ Շոուն ավելի շատ ինձ թվում է սիրո մասին, հա, ոչ թե ընկերական ծանոթությունների։ Այո։ Բայց իսկ կներես, այդ տրամադրվածությամբ դու եկել ես այդտեղ, որ օրինակ չգիտեմ, ինչ որ սիրարվես, այսինքն կարող է մեկը ես հենց ի սկզբանե քո այդ սխալ եմ շփվել։ Դու ինչ տրամադրվածություն ես եկել։ Ես անկեղծ քեզ չեմ հասկացել։ Տես նա, մենք իրար հետ ինչ շփվել ենք, ես հենց կոնկրետ ընկերական բարեր եմ տեսել։ Հա։ Իմ կողմից հա, այն որ տենց արդեն իմ մոտ օրինակ սենց է, էլի մարդկանց հետ նմանավանդ աղջկա։ Այսինքն այն ի սկզբանե ես սիրում եմ ի սկզբանե խիմիան։ Ոչ թե ընկնեմ ինչ որ խիմիաման կամ։ Այսինքն եթե ես այդ բարերը որ տենում եմ, այդ բարերը արդեն իսկ քեզ ընկերա որպես սարքում ու չգիտեմ, իմիջիայլոց աղջիկներն այդպես լավ ֆոկուսնիկ հատկություն ունեն։ Այդ ո՞նց է կարում տենց անել։ Ինչ են անում, որ ֆոկուսնիկ մեռնում եք, որ մեզ բան չեն ասում։ Իմ մոտ այդպես է բոլոր տղեկի հետ։ Եվ առհասարակ բոլոր միջավայրերում այդ բարերը անպայման կա իմ մոտ, ինչպես նաև այստեղ կապ չունի ինչի համար ես եկել եւ թեմատիկան հաղորդման ինչպիսին է, բայց այդ բարերը կա, բայց քեզ մի բան ասեմ, եթե իմ սիրտը գրավեն, կամա թե ակամա, այդ բարերը մի վարքյանից կվերանա սենց արագ։ Այսինքն բարերը լավ քանդող չկա, կոպիտ ասած։ Այո։ Հասկաց։ Դե բայց ինչ գիտես կա թե չկա, կարող է կա։ Փաստորեն։ Իսկ կա։ Հələ մի հատ ինձ անկեղծ ասա, մարդու չեմ ասի։ Հա, լուրջ չեմ ասի։ Չեմ պատասխանի։ Դու փաստորեն ինչ-որ մի բան կա։ Չեմ ասի։ Դե իմը չէ, եթե ճիշտ արդեն քեզ էլ ապարս երևի Դե նեշի կոմոտ չկա էլի, այնպեսի ես չեմ տեսնում։ Չէ, ես այդ առումով պարզ եմ, ես այդ առումով պարզ ասում։ Գիտեմ։ Դե ես էլ եմ պարզ, մենք ընկերություն ենք անում էլի կոնկրետ, հիմա եկել ենք դեյթի։ Եկի իմ ասես դեյթի, ես կուլտուրական բառեր ենք ասում։ Դու բավարշե կարաս հանգիստ սկսես լենականի բառերով խոսել են հենց։ Ինչ ըխթե։ Իսկական մարդիկ նստած իսկական զրույց են տանում։ Սենց ոնց իրենք կան։ Սրանց հաճելի չի լինում ուղղակի։ Դու հիմա պատկերացրա հենց առաջի դեյթի ժամանակ ինչ որ մեկի հավանում ես կոնկրետ, չէ՞։ Երկրորդ օրը արդեն դուք իրար հասկանում եք, ու դու 5 հատ դեյթել ունես։ Դժվար է դեյթ անցկացնել։ Առաջի դեյթի ժամանակ չէ, առաջի դեյթի ժամանակ դու չգիտես այդ մարդկանց, իսկ հիմա մենք համարյա 10 օր ապրում ենք իրար հետ։ Ես օրինակ Անահիտ եւ այլն գիտենք իրար մոտավոր ճանաչում ենք։ Տես Անահիտի հետ մեկը մեր ինչ որ բանը որ ավելի տենց դեյթից հետո է եղել մեր դեպատենում ես, պետք է մարդուն փորձես ճանաչել, հենց դեյթից հետո։ Իհարկե երբեմն լինում է, որ սենց էներգետիկայով ես այդ մարդուն բռնում, հասկանում, պարտադիր չի, որ հետը շատ շփված լինես, ինչ որ բաներ կիսած լինես, երբեմն կարող է հասկանաս, որ վայ կարող է այս մարդը իմն է, բայց ամեն դեպս այդ շփումը իհարկե կարևոր է։ Առանց պրոստը արտակնապես դու իրան տեսնես, չես կարող ասես քոննա թե չէ, չես կարող ասես հավանում ես թե չես հավանում։ Ամենայն դեպս ոնց որ ես իմ հասանելիքը վերցնում գնում եմ, դա չի հարցը։ Ես իմ հասանելիքը վերցնել եմ արդեն։ Հա, ես հասկանում եմ, կարող է հարսանիք կան քո հասանելիքի հետևից։ Չէ, դու արդեն գնացիր, ես եմ ուր։ Հա, երեխայի սերի հետևից գնացիր։ Երեխայի սերից արդեն ավտոմատիկ եւ այլն, այդ ամենի համար պետք է պատրաստվել։ Բայց մի բան էլ ասեմ, այդ շարունակական լինելու վերաբերյալ ես միայն մի բան կասեմ, որ իմ սիրտը գրավելը այդքան հեշտ բան չի, որտեվ ես բոլոր տեղերը այդ իմ բարիերով եմ անպայման, ինչքան ուզում եմ, ես ազատ լինեմ, շփվող լինեմ, նենց որ եթե իմ սիրտը մի թեթև սկսել է արագ բաբախել, երկրորդ երթերաշրջանը պետք է ավելի հետաքրքիր լինի։ Երբ որ մարդ ունենում է բարիեր, ինքն էլ ուժեղ, դա նշանակում է նրան ինչ որ մի ժամանակա ընթացքում շատ ուժեղ ցավեցրել են, ըստ իս։ Փայլող աչքերի կենացը։ Փայլող աչքերի կենացը։ Համ քո աչքերն է փայլում, համին, բայց տարբեր մարդկանցով ու մենք իրար դեյթի ենք, չէ՞ ինչ որ։ Այդքան կան չէինք ինչ որ իրանց։ Հա։ Մոտ է ինքս դու կանչես։ Ինչ։
կկանչես դու։ Հիմա եթե հնարավորություն ուներ, հենց հիմա որ կարող գնայր ասեիր արի մի հատ նստենք, չգիտեմ, մի երկու բառ խոսանք, եթե չեմ պատասխանի այդ հարցը։ Դեյթից հետո որ տուն։ Պրովոկացիա։ Դեյթից հետո որ տուն եթանք։ Կարաս ինչ որ մի բան այնց ակնարկես։ Որ դու հասկանաս, չէ, իհարկե ոչ։ Բոլորը։ Իհարկե ոչ։ Այդ առումով տես, ես вообще sense իմ պրակտիկայում այտենց ա եղել, որ մի աղջիկ է, որ ասում է իմ սիրտը շատ դժվար է գրավել, ես սառույց եմ եւ այլն, միշտ չգիտես խի ես ինչքան որ նայել եմ, հենց այդ ասող աղջիկները լավ իմաստով ամենամեծ սիրո կարիքն են ունեցել։ Ու ամենաշատն են սիրել։ Միշտ այտենց ա եղել։ Այդ սիրելը իմ մոտ 1000 տարին մեկ կարող է լինել։ 1000 տարին մեկ է ուրեմն քեզ հանդիպում այն մեկը, որ ում պատճառով, որ այսենց աշկերտ հիմա Ես չեմ ուզում, ճիշտն ասած, ես ուզում եմ լինի մեկը ու միակը։ Վերջ։ Հա, ես դրա մասին չեմ Հա, որովհետև ես գիտեմ, ես եթե սիրեմ, ոնց կարամ սիրեմ։ Բայց Տեսա գնամ սաղ տղեկին հավաքեմ, ասում լսեք հələ։ Լսեք արա։ Լսեք արա։ Չէ, պետք չի իրանց ոչ ման ասել։ Որ մեկը տա զգում, որ մեկիդ համար աշկերը բաղո։ Դե ես շատ ընտրություն չկա, ես ընդեղ մոտավոր կհասկանամ ինչոց է։ Մատ կասեմ խելքդ գլուխդ հավաքի տղա։ Արագացրա։ Դժվար։ Դու էլ շատ լավ գիտես, սաղ տղեկին կարող ասեմ հələ եկեք, սիրարված է այս աղջիկը։ Այդտեղից Պետք չի, այդ ասեմ, նո, վերջ, պետք չի։ Ես կսամ արդեն բողոք։ Օրինակ ես, տես, անկեղծ եմ ասում, ես հիմա տենց անում բան չտամ, մեր մոտ էլ կա տղա, ու որ մի հատ աղջիկը հավանում է։ Ես դաժե գիտեմ աղջիկ, ով որ հավանում է մի հատ տաղու, էլի։ Հերվից այսպես կանգնում նայում են իրար։ Հերվից, ես դնում ժամերով։ Մեր հայաթում մի հատ տիկո կա, տիկո ջանական չտկաշի, հիմա կիմանա որ իր մասին եմ խոսում։ Ինքը օրինակ մի հատ աղջիկա որ սիրարվում է, 3 տարի հետևում է այդ աղջիկան։ Պրոստը հետևում է։ Ուղակի։ Սենց անծանոթի կարգավիճակով։ Ես պրոստը, այ օրինակ ես շունչս կկտրվեր, չէի դիմանա, որ իմանայի մի օր ժամանակ ամենաս։ Այդ մի օրվա մեջ ես ինչքան չկար կասեի։ Չի կարա այդ հայտուն տենց մեկ էլ գնալ, տես բան, Ես մի անգամից ցույց կտամ, ես հավես չունեմ տենց երեխական բաների։ Ես եմ տենց ասում, միշտ հավես չկա, ուզում ես ուզի, չես ուզում գնա ուրիշը կուզի։ Մի հատ աղջիկա հետ ապրես մի քանի օր մի հատ տան մեջ, բան չասես, հելնես դուս հետո տենց ինձ թվում է հետո հիմա բան կա, բան ինտերնետով գրեն, գիտես չէ, քանի օրը որ տունավորում որ տենց քո համար կոֆե դնում, սրա համար եմ բերել։ Էսի բերել եմ, սրա համար տես անես մի հատ նիսյայի տետր ցույց տաս այդ աղջիկան, որ ինչի համար եմ արել։ Չգիտեմ, ինձ թվում է ես հիմա գնալու եմ բոլորի հետ շատ իսկական էս տղեկի հետ հələ մի հատ կոնկրետ ես ախպեր, ասինք չէ։ Քո մասին չէ։ Որ ով ինչ ունի թող էթա սաղին ասի, ժամանակ չկա, վեր։ Հեսա։ Դեյթերը բրծա։ Մեր դեյթը ավարտվեց, ժամանակն է արդեն քվեարկելու, նրանք կտան միմյանց գնահատական, այնինչ մնացել է։ Ալեքսին գնահատել եմ 1։ Վերջում ասել եմ ավել պակասի համար կներես, որտեվ իսկապես շատ դժվար էր, բոլորին ուզում էի բարձր գնահատականներ տալ, իրոք։ Ու վերջում մնացել էր 2 ու 1 թվերը, որոնք ստիպված տալու էի նախավերջի ու վերջի մարդկանց, նախավերջինը Հակոբներում տվեցի 2 ու վերջինը Ալեքսներում տվեցի 1 ստիպված, բայց ընդհանրապես իրանք 2-ի ու 1-ի չեն էլի, ստիպված այդ գնահատականները տվել եմ։ Ինչ չի թվում, որ Ալեքսը ինձ բարձր է գնահատել, իր մոտ է հաստատ տակի մնացածն է մնացել։ Հենց որ ամեն ինչ նորմալ է։ Վիկային վերջինը 2-ն էր մնացել, դրա համար 2 եմ գնահատել, որովհետև դրանից առաջ Աննայի հետ էի, որ կռիվ էի հետ անում։ Դե որ շատ կռիվ արեցի, ասի լավ, մի հատ 5 դնեմ, նորմալ է, էլի։ Մեր դեյթերը ավարտվեցին։ Ժամանակն է դիմակները մի կողմ նետելու։ Վերջապես կիմանանք ով էր անկեղծ, իսկ ով այդպես էլ մինչև վերջ գերադասեց մնալ բեմում։ Ամենը կտեսնեն, կլսեն եւ կիմանան Սիրասունի հետևողները, իհարկե Monk 3-ի YouTube-յան ալիքով։ 6 հանդիպում, միմյանց ճանաչելու 6 փորձ։ Գրեթե բոլոր խաղակարտերը բացված են, բայց գրեթե ոչ բոլորը։ Դրանք ամբողջությամբ կբացվեն մեր վերջին եզրափակիչ էպիզոդում։ Անակնկալների պակաս չի լինելու։ Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։